Այսօր, որ գնացինք այդ հիվանդանոցը, ես սկզբում ինձ կորցրել էի։ Դու որ խոսում ես, ես քեզ չէի լսում։ Դժվար է, չէ՞, դու կորցրել անցյալը։ Հիշում եմ այդ աթոռի դիմաց կար մի ազատ մահճակալ, որը վճարովի էր։ Բայց ես չէի կարող այդ մահճակալը զբաղեցնել, որտեվ գումար չունեի։ Ու քնում էի այդ աթոռին։ Գիտես Մհեր, ես հիմա խորը չեմ կարողանում քնել։ Իմ ականջները միշտ արթուն էր, որովհետև ամեն րոպե մամաս կարող է ինձ ձայն տար։ Խաբում էի բժիշկներին, ասում էի, որ ես ցերեկները քնում եմ, գիշերները մամայիս եմ պահում։ Բայց ցերեկները սովորում էի, գիշերներն էլ մամայիս էի խնամում։ Ես ու մայրս մնացինք մենակ։ Ու այնպես ստացվեց, որ մեզ այդ տանից դուրս հանեցին։ Այդ տարիներին իմ բոլոր հարազատների դռները փակ էին իմ առաջ։ Մայրս կորցրեց, իրան հիվանդացավ։ Այնպես էր փոխվել, որ ոչինչ իրան չէր հետաքրքրում։ Ես հաց կերել եմ, չեմ կերել։ Ու երբ որ ես մորս աչքերը փակեցի, այդ օրը ես փակեցի իմ դուռը իրանց առաջ, որովհետև էլ մարդ չունեի կորցնելու, ավելի թանկ, քան մամաս էր։ Հանդիպել ես հորդ։ Երբեք։ Նժդեհի մասին։ Առաջին անգամ երբ տեսար, ինչպիսին էին քո տպավորությունները։ Ինքը եղել է այդ նույն տաթևիկը, որը որ ես եմ եղել։ Երբ որ տեսնում ես մի երեխայի աչքերի մեջ կա ապրելու ցանկություն, հարամ պետք է լինի աշխատած այդ, որ դու այդ երեխուն չօգնես։ Ես իմ Հայաստանում եղած մեծ մենահամերգից հետո ինձ համար շատ հարազատ մարդիկ կորցրի, ովքեր պարզապես ինձ սկսեցին բարև չտալ։ Հաղորդման հովանավորներ Alliance Partners Insurance Agency, The Grigorian Law Firm իրավաբան Աննա Գրիգորյան, Venus Gifts խանութ սրահ, Artin Beauty Aesthetics բժշկական կենտրոն, Implantum USA Dental Group Dr. Sarkis Papazian, Աչափնյակ բժշկական կենտրոն, Star Life Group, Avakyan Law Group իրավաբան Թեյմինա Ավակյան, Aroma International Marketplace, Omorphia Beauty Salon and Spa, Tour Van Gogh Luxury Sprinter վեների ծառայություն, Տուն Լահմաջո ռեստորան, MS Travel ճամփորդական գրասենյակ, MX Motors Lounge and Leasing. I'm walking for miles. It helps me clear my head. The sky has the answers, even if the clouds fill it instead. I don't need your worries. The story you are about to hear is true. Ողջույն, դուք դիտում եք Տետատետը։ Մենք կրկին Երևանում ենք, մեր թիմը աշխատում է քաղաքամար Երևանում եւ այս եթերաշրջանի ամենաբացառիկ զրույցներից մեկն է մեզ մոտ։ Այն երեքչույն, ով այսօր մեր հյուրն է, չունի համացանցում որևէ հարցազրույց, լինելով ամենամասսայական երեքչույներից մեկը մեր օրերի։ Եվ այս հարցազրույցին մենք չափազանց երկար ենք պատրաստվել, բանակցել ու քննարկել։ Մեր հյուրը սիրված երեքչուհի Տաթև Ասատրյանն է, ողջույն։ Բարև Մհեր ջան։ Տաթև, շատ երկար ենք պատրաստվում այս զրույցին, շատ երկար քննարկում, քեզ համար ժամանակ էր պետք պատրաստվելու զրուցել։ Ինչպես եք որոշում հարցազրույց տալ, չտալ, ինչ սկզբունքով եւ այլն։ Մհեր ջան, ընդհանրապես գիտես, քեզ էլի եմ ասել, որ հարցազրույցներ չեմ սիրում։ Ու այն ինչ որ պիտի պատմեի իմ կյանքից, որոշել էի, որ իմ մենահամերգին փոքրիկ ֆիլմով կներկայացնեմ ու մարդիկ այդպես կիմանան, ով եմ ես, որտեղից եմ սկսել։ Ու ընդհանրապես հարցազրույցներին վերաբերվում եմ այնպես, որ մարդը պիտի մի քիչ տարիք ունենա, անցած ճանապարհ ունենա, որպեսզի
խոսքն էլ արժեք ունենա ու լսելի լինի։ Ու միշտ մտածել եմ, որ ես այդքան չեմ մեծացել, որ իմ կյանքից պատմեմ։ Հիմա էլ եմ այդ կարծիքին, բայց հասկանում եմ, որ ժողովուրդը ուզում է իր սիրելի արտիստի կյանքը իմանա, ոնց է անցել ու այս դեպքում իմ կարծիքը մի կողմ եմ դնում։ Ես քեզ մոտեցա սրճարաններից մեկում, իրար ջերմ բարևեցինք ու առաջարկեցի համերգից առաջ էր դա, մարտի հարցազրույց, դու ասացիր, որ պատրաստվում ես դա անել մարզահամերգային համալիրում քո մենահամերգին։ Այդ բան ես չէի պատկերացնում, թե դա ինչպես պիտի լինի։ Իհարկե դու շատ ջերմ ու մարդկային կերպով դա ասացիր, բայց երբ տեսա արդեն կադրերը համերգի, իսկապես հիացած էի ու ինձ թվում էր, որ դու ճիշտ ես արել, որ հարցազրույց չես տվել։ Դա ֆանտաստիկ համերգ էր ու ֆանտաստիկ էր մարդկանց սրտերին դիպչելու նաև հանգամանքը ոչ միայն ձայնով, այլ նաև պատմությամբ ու խոսքով։ Շատ հետաքրքիր գաղափար էր, ումն էր գաղափարը։ Նարեկին է։ Նարեկը որոշեց, որ քանի որ շատ ենք ստացվում այդպես, որ մերժում ենք հարցազրույցները, ասաց, որ արի ինքդ էլ պատմի քո կյանքի մասին, քո մենահամերգին։ Ու ինձ թվում է այդպես ավելի ճիշտ էր։ Մենք այսօր միասին անցել ենք քո կյանքի ամենակարևոր հուզիչ, ոչ միայն հուզիչ, այլ նաև վեր բարձրացնող կետերով, վայրերով, որտեղ անցել է քո կյանքը եւ այլն։ Ու այդ ամենը չափազանց հետաքրքիր էր անցնել քեզ հետ միասին։ Այսօր մեր հետևորդները մեզ հետ միասին կանցնեն։ Արի սկսենք մանկությունից։ Այդտեղ են թաքնված մեր բոլոր հույզերը, հոգու ջերմությունը, մեր տեսակը, որ կյանքի ընթացքում ձևավորվում է։ Քո մանկությունը այնքան էլ հարթ ու հեշտ չի եղել։ Բոլորը գիտեն, բայց մանրամասները չգիտեն։ Արի սկսենք մամայից։ Ես շատ ուրախ երեխա եմ եղել, շատ, անսահման էներգիայով, անվախ, հիշում եմ իմ տարիքի տղա երեխաները, որ ռիսկերին, որ չէին գնում, ես դրա մեջ կայի, անընդհատ տանիքների վրա էի, հիշում եմ, որ մեր կողքի մուտքում հարևան ունեինք, իրենց այդ գարաժ ոնց կլինի հայերը, այդ հիմա է ավտոտնակ, այն ժամանակ գարաժ էր, այդ գարաժի տանիքի տակ սիրուն մեշոկի վրա չրեր էր չորացնում, բարձանում այդ չրերը գողանում ուտում էի, չգիտեմ ոնց էր սարքում, բայց շատ համով էր, ծառերի վրա եմ մեծացել, այն ծառերի, որտեղ իմ սիրելի մրգերն էին աճում, մեր պատուհանի տակ մի թթի ծառ ունենք, անընդհատ այդ ծառի վրա էի, ասում էի, ստեղ իմ տունն է, փչակ կար մի հատ, սենց ճյուղավորված, հարմար էր էլի նստելը։ Վայր երեխա եմ եղել, Մահեր ջան։ Տարբերվել եմ իմ հասակակից աղջիկ երեխաներից, որովհետև կյանքի բերմամբ չեմ ունեցել հնարավորությունը ավելի այդ թիթիզ աղջիկա կերպարով ձևավորվելու։ Ես ավելի մեծական բաների մասին էի մտածում։ Մտածում էի, որ ալյուրի մեշոկի տակ մի թաս ալյուր է մնացել, բա վաղ ինչ ենք ուտելու։ Մտածում էի, թե հաջորդ ամսվա մամայիս դեղերը ինչ պիտի անեմ։ Անընդհատ մտածում էի, միշտ ավելի մեծ երեխա եմ եղել։ Ու այդ տարիներին այնպես ստացվեց, որ ես դարձա մեր տան փոքրիկ տղամարդ։ Ամբողջ հոգսը իմ ուսերին էր։ Ես էի մտածում, ինչ պիտի անեմ, ոնց պիտի անեմ։ Ու այդպես էլ մեծացել եմ։ Դու ու մայրդ էիք, սկզբում իհարկե տատիկի եւ մեծ ընտանիքի հետ եք ապրում եւ ունես նաև հիշողություններ այդ տարիներից, կպատմես ողջ ընթացքը ընտանիքի ձևավորման, հետո նաև առանձնացման եւ այլն։ Մահեր ջան, ես մեծացել եմ հենց քո պատկերացրած իսկական հայկական ընտանիքում, որտեղ ապրել ենք ես, մայրս, տատս, պապս, երեխաներն ու թոռները, տատիս։ Պապս մորս խորթայրն է եղել, բայց 7 տարեկանից այդ մարդն է հայրություն արել մորս։ Շատ լավ տատի եմ ունեցել, Թամար տատս, աշխարհի ամենակամեցող ու խղճով մարդն էր։ Տան եղածը բաժանում էր, հաց էր թխում բաժանում էր, մի լավ բան էր սարքում բաժանում էր հարևաններին։ Տատս ամառանոց ուներ, ինքը իր ձեռքով բանջարեղեն էր մշակում, հատապտուղներ, մրգեր։ Հավաքում էր այդ միրգ բանջարեղենը, բերում ու ոգևորված լավ էր զգում իրան, որ այդ իր ձեռքի աճացածն է, բաժանում էր հարևաններին։ Տատս մեր ընտանիքի լիդերն է եղել։ Ինքն է բոլորին պահել, ինքն է եղել այդ
մեջքը, տան գլուխը, որ ասում են։ Ու տատիցս հետո ամեն ինչ գլխի վրա շուռ եկավ։ Ես 8 տարեկան էի, պատահական ավտովթարից տատս մահացավ ու ես ու մայրս մնացինք մենակ։ Ու այնպես ստացվեց, որ մեզ այդ տանից դուրս հանեցին։ Ես կարծում եմ, որ ինչ որտեղ այդ խորթությունն էլ կապ ուներ, ու այս դեպքում խորթը մենք էինք։ Մայրս կորցրեց իրան, հիվանդացավ, այնպես էր փոխվել, որ ոչինչ իրան չէր հետաքրքրում։ Ես հաց կերել եմ, չեմ կերել, դպրոց պիտի գնամ, ինչ պիտի հագնեմ, ընդհանրապես չէր մտածում ոչ մի բանի մասին։ Ես 12 տարի դպրոց եմ գնացել, բայց ոչ մի անգամ տենց էլ մամաս չեկավ ծնողական ժողով։ Ինքը փակվեց իր մեջ ու ինքն իրեն սպանեց այդ ցավով։ Ու ստացվեց այնպես, որ ես համ տատիս կորցրի, համ էլ մամայիս։ Ու այդ ամբողջ մտածմունքներն ու հոգսը մնացին իմ ուսերին։ Ես էի մտածում, թե ինչ պիտի անեմ, ոնց պիտի անեմ։ Ու այդպես էլ մեծացա։ Տաթև իսկ հոր գործոնը հայրիկիդ հետ կապված հարցեր տալիս էիր, մայրիկիդ ինֆորմացիա ունեիր նրա վերաբերյալ։ Մայրս ինձնից երբեք ոչ մի բան չի թաքցրել։ Միշտ պատմել է ամեն ինչ ոնց որ կա։ Եվ ես մեծացել եմ ու էլի այդ նույն բանն եմ լսել ու տեսել, այսինքն ամեն ինչ եղել է արդար իմ ու մորս մեջ։ Ինչ է քեզ հետաքրքրում, ասա։ Հանդիպել ես հորդ։ Երբեք։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունես։ Դե կա, ընտանիք ունի, Փառք Աստծո, առողջ է։ Ցանկություն նրան հանդիպելու կա քեզ մոտ։ Երբեք չի եղել։ Գիտես, երևի դա նրանից է, որ մամաս այս աշխարհում ինձ բոլորի փոխարեն սիրել է։ Ինչքան էլ որ մի քիչ կոպիտ ահնջում տեղում չէր, բայց ինքը ինձ այս աշխարհում ամենաշատն է սիրել։ Ու երբեք չի եղել, չգիտեմ, մի օր, որ ես ասեմ ինչի ես պապա չունեմ։ Իհարկե այդ մանկության դու էլ գիտես դրա մասին։ Տարիներին շատ էին լինում, որ բակում ասում էին, վայ, պապա չունի, չգիտեմ։ Այդ հիմա էլ կա, այդ միշտ էլ եղել է, մենակ ես չեմ այդ երեխեքից եղել։ Բայց կյանքում չեմ զգացել այդպես հոր կարիք, որովհետև ես մեծացել եմ ժողովրդի մեջ ու այդ մարդիկ ինձ այնքան շատ են սիրել, որ ես այդ սիրո պակասը չեմ ունեցել։ Շատ մեծ սեր ես նաև վայելել հարևանների, շրջապատի, ընկերներիդ նաև միջավայրում։ Այսօր մենք հանդիպեցինք քո մտերմագույն ընկերուհուն, ով քո կողքին է եղել ամենադժվար օրերին, անգամ փռում աշխատելով, օգնելով իր ընտանիքին, կիսել է այն հացը, այն ունեցվածքը ձեր հետ, որ ինքն ուներ։ Այդ հանդիպումը երևի երկար կմնա իմ հիշողություններում, որովհետև այդտեղ արդեն կարևոր չէին ոչ տեսախցիկները, ոչ մարդկանց գործոնը եւ այլն, այդտեղ կար իսկապես մագիա ձեր կապի մեջ եւ դու կարծես միանգամից տեղափոխվեցիր անցյալ։ Կպատմես ընկերուհուդ մասին, Մարիամի մասին։ Մարիամը ինձ ոչ թե ընկերուհի է, այլ քրոջպես ավելի շատ։ Մենք հարևաններ ենք եղել։ Դե ինք ինձանից բավականին մեծ էր ու այնպես է ստացվել, որ իր աչքի առաջ եմ մեծացել։ Իսկ այն տարիներին ամեն ինչ շատ պարզ էր, ազնիվ էր, մաքուր էր։ Եվ ես շատ ուրախ եմ, որ այդ տարիների ազնվությունը հիմա էլ այն կողքը։ Մարիամը շատ լավ աղջիկ է։ Ու ես գնահատում եմ միշտ այն, որ այն մարդը, ով քեզ արունակից չի, բայց սրտացավը հարազատից ավել, այդ մարդուն պիտի գլխիդ վրա դրած մանտաս մահեր։ Ու հիմա շատ քիչ են այդպիսի մարդիկ։ Ու որ գտնում ես, պիտի պահես։ Առաջին հարկն է նոր եմ սարքել։ Այս 3 պատուհանը մերն է, վերջին պատուհանը Մարիամինն է, դա էլ միանգամից սարքեցի։ Մարիամը հայտնի Մարիամն է, ով փուր ստացավ նվեր։ Շատ լավն էր, այդ մասը այնքան եմ սիրել, իմ ամենատպավորված մասն է եղել։ Այն ժամանակ իհարկե շատ չէինք շփվում եւ որևէ կերպ չգիտեի ինչ մարդ ես, բայց այդ կադրերը տեսնելով հասկացա, որ
Գործ ունենք լավ մարդու հետ առաջի հերթին, հետո նոր լավ երկչու։ Ուզում ես գնանք Մարիամին հյուր։ Գնանք Մարիամին հյուր, շատ եմ ուզում Մարիամին։ Եթե ուզում ես տուն էլ մտնենք, տան բանալիները Մարիամի մոտ է։ Համ կվերցնենք, համ էլ սյուրպրիզ կանենք։ Ինքը երիտասարդ տարիքում աշխատում էր, որպեսզի օգներ տանեցիներին, հա, փռում։ Անչափահաս էր, աշխատում էր հացի փռում։ Մեն ամերքին պատմել են, որ օրվա վերջում հաց էր 2 հատ տվեր ստանում։ Մեկը բերում էր ինձ, մեկն էլ իրենց։ Ու դու Սրանք Մարիամի պատուհաններն են, այս 3-ը։ ու այդ մի հացը հաճախ այն ամեն ինչները ինչ որ դուք ունեիք, հա։ Հա։ Օրվա համար։ Լինում էր, որ դա չէր լինում։ Ասի Մարիամը մեզ տեսավ։ Կարող եմ ես էլ գրկել ձեզ։ Բարև ձեզ։ Կլիպես նկարում, կլիպ չենք նկարում, բայց շատ լավ բաներ է պատմում ձեր մասին։ Կպատմեք ինձ մի երկու բան այդ տարիների մասին։ Գրեթե բոլորը դժվար օրերով էին անցնում այդ տարիներին։ Չկար ամենաերևի ուրախ անհոգ, այն որ ասում եմ հարևանները շատ մտերիմ, մի տանպես։ Հիմա չեն էլ բարևում երբեմն, չէ՞ իրար։ Ինչ որ կարևոր բան կար, որ կորել է մարդկանց մեջ հաստատ։ Ու այդ հացի պատմությունը շատ սիմվոլիկ է, գուցե ինչ որ մարդկանց համար հիմա դա սենտիմենտալ է հնչում, ընդամենը մի կտոր հաց է կամ մի հաց է, բայց իրականում դա այն ամեն ինչն է, ինչ դուք ունեցել եք ու դրանով կիսվել եք։ Դրանից ավելի գեղեցիկ բան երբ չկա աշխարհում։ Ապրեք շատ։ Աստված ձեզ առողջություն տա, իսկապես ապրեք։ Մա հետեսար անունը փոխել են։ Ինտեր Մարիամի քուրը։ Մատ համերգից էլ պատմեք, էլի ես այդ մասը, ես Ամերիկայում եմ ապրում ու այդ մասը որ տեսա Instagram-ում, այնքան էի հուզվել։ Ես ավելի շատ հուզվել էի, որ ասենք տաթոյ մանկությունը ասենք Ոնց եք։ Լավ բալես, դու ոնց ես։ Ջահելացել եք։ Merci շատ կյանքը։ Ես Աթենքից հատուկ եկել եմ ձեր համերգին։ Հարևաններ։ Իմ կողմից ջերմ կբարևեք։ Անպայման շատ ուրախ եմ, շատ։ Նմանապես։ Շնորհակալություն։ Մարիամ ջան, այդ համերգի ժամանակ ինչ կատարվեց ձեր հետ երբ տեսաք դու։ Ես ավելի շատ այդ սկզբից հուզվել էի, որ Տաթոյի դեմ մանկությունը իմ աչքի դիմաց է անցել։ Ավելի շատ ասենք բանը հուզվել էի, որ ասենք այն որ ասում է հիշողությունները ավելի շատ ցենց հուզել էին, այդքան այն որ ասում է այդ փռի պահը այդքան աչքից չէր գալի, ինչքան որ այդ որ ինքը ինչերի է, ասենք ես տեսել եմ ոնց է մեծացել, ինչերի է հասել, ավելի շատ ես դրանից եմ հուզվել, բայց ես այնքան շնորհակալ եմ ասում Տաթևին, որ ունեք իրար, երկուսը ունեք իրար։ Իսկապես շատ կարևոր։ Շնորհակալ եմ իր մամային, որ իր նման աղջիկա լույս աշխատել։ Ապրեք շատ։ Ցավոտնը։ Շոտ աշխարհի ամենասիրած բանը հացն է։ Տաքա, Չկա ավելի համով բան, քան հացի իմ համար։ Մարդկա հաց չի ուտում, ես չեմ հասկանում։ Շատ համով ապրես։ Մարիամի փռի հացը։ Մարիամի փռի հացը։ Տակ։ Ո՞ր համով։ Պանիրն է պակասում։ Տեսա՞ր։ Ինքը նախ շատ աշխուժ էր, հետո օրենաս շատ խելացի, այնքան բանաստեղծություն էր անգիրասն, որ չգիտեմ, իր մաման մի հատ մագնիտոֆոն ուներ ու ինքը հենց արտասանում էր, այդ սաղ ձայնագրում էին։ Մի անգամից կարող մի 10-15 հատ ոտանավոր 2 տարեկան չկար, ինքը արտասանում էր։ Մենք զարմանում ենք ոնց է կարում ինքը այդքան էլ հիշի։ Իսկ միշտ է հա սենց որ դժվարություններին ժպիտի միջով էր նայում։ Դες հիմա անդադ ժպտում է ինչ-որ բանի մասին, ժամանակել եք տենց։ Դուք էլ եք տենց։ Չէ, ես միշտ չգիտեմ, ավելի շատ ցենց բան, ամեն ինչից մի քիչ ճիշտ է ներվում եմ, բան ճիշտ է, հետո անցնում է, բայց ինքը ամեն ինչից ժպիտով է եղել։ Մարիամը ավելի էմոցիոնալ է։ Ես դաժե իր երգերն եմ ստեղ որ դնում լսում եմ, անկախ ինձանից ես հուզվում եմ։ Այնքան հետաքրքիր ձեր մեջ ինչ-որ մակրություն կա պարզ մարդկային, որ երևի թե մեծ քաղաքներում չի մնացել։ Չէ՞։
Հիմա գնանք քեզ մեր տունը ցույց տամ։ Մարիամի մեջ մի հատ բարձ նաիվ մարդկային մաքուր անկեղծություն կար, որ մեծ քաղաքներում դա չի մնացել։ Չես կարոտում քեզ հենց այս միջավայրում, որովհետև որքան էլ որ իհարկե դու քո սկզբունքներին մարդկային մոտ մնացած լինես, բարձր չէ շոու բիզնեսը մեծ հաջողությունը քեզ որոշակիորեն արդարացիորեն փոխել է։ Իսկ այս բարձրությունը չես կարոտում։ Շատ եմ կարոտում։ Բայց ինչ որտեղ այդ բարձրությունը իմ կողքն է մնացել եւ դա ինձ շատ է օգնում։ Խոսքս Մարիամի մասին է։ Միշտ ինձ հիշեցնում է բաներ, որոնք ես մոռացել եմ։ Այս փշաքաղվեցի հիշեցի, որ միջև Մարիամի տեսնել դու ինձ պատմում էիր, որ երբ առողջապես վատ ես լինում, ջերմություն ես ունենում կամ հիվանդ ես լինում, Մարիամն է առաջինը քո կողքը ձանում։ Առաջինը Մարիամն է վազում դեղերով։ Բայ ապրի Մարիամը։ Միշտ ինչ որ բույսեր ունի տանը, վերում ասում ես ռամատկան կխմես, այս կխմես, այս նռան կճեպով ինգալյացիա կանես, որ անցնի բորբոքային մասը։ Շատ ուրախ եմ, որ Մարիամը կա։ Մենք միշտ որ հիվանդանում ենք, երևի մենք մամային ենք ուզում։ Մարիամը էս բարագան երևի ինչ որ առումով քեզ փոխարինում է նաև այդ ջերմությունը։ Հա։ Չնայած գիտես, ես շատ ինքնուրույն երեխա եմ եղել, մահեր։ Ժամանակը չունեի հիվանդանալու, բա որ ես հիվանդանայի իմ գործերը ով էր անելու։ Դրա համար այս նոր են սարքել, գիտես երևի։ Սարքման process-ի մեջ է, բայց դու լավ պահել ես տունը։ Նոր եմ սարքել, մի քիչ վերանորոգել եմ։ Սկզբունքային է, հա, քո համար ես տունը թողնել։ Պարտադիր։ Իհարկե, այս տունը այն տունը չի, որը եղել է ժամանակին, եթե կարելի էր դա տուն անվանել։ Հիմա սարքել եմ ավելի մի քիչ կոկիկ է։ Երեխաները գալու են, հա, ձեր ապագա այստեղ։ Այս տունը միշտ մնալու է, քանի դեռ ես կամ։ Արի գնանք ցույց տամ։ Գնացեք։ Ոզեն Այս Մարիամն է։ Ինքը ցածր է, հա, պատալոկները այն խրուշովկա տենց, հա, դրանք են, չէ՞։ Չէ։ Հա, այս մասն է։ Որ տատիկենս ստան հոտ է կա։ Գնացինք։ Աջազդից։ Պատրաստ ես։ Այ Մի րոպե։ Ահա։ մնացել է այնպես ինչպես որ կար, հա, ինքը մեծամասամբ։ Դե վերանորոգել եմ։ Ամեն ինչ փոխել եմ բացի դաշնամուրից։ Դաշնամուրը կա։ Այս տատիկիս նվերն է։ Այս դաշնամուրը գիտես ոնց ենք ձեռք բերել։ Ես սովորում էի երաժշտական քոլեջում ու չունեի դաշնամուր։ Տատս պապիս խաբել ասել էր թոշակս հողամասում կորցրել եմ։ Ու այդ փողով այս դաշնամուրն էր ինձ գնել։ Ես իմ համար շատ թանկ բան է, որ պահել եմ։ Նվագում էի, սովորում էի։ Սրանք դրել են, որ չցեցոտվի։ Ասում են թութունը պահում է, որ չփչանա։ Սա մեր փոքր տունը։ Արի խոհանոցն է ցույց տամ։ Ամենաշատը մամայի պատրաստած ինչն ես կարոտում։ Բորշը։ Համով էր պատրաստում։ Շատ, մամաս խոհարար էր, մամա շատ համով էր սա։ Պատկերացնում։ Ողջույն, ես այս պահին Երևանում եմ եւ գտնվում եմ Աջափնյակ բժշկական կենտրոնում։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ այժմ միացել ենք ձեզ ինֆորմացիա հաղորդելու համար։ Ձեզնից շատերը Միացյալ Նահանգներում, այդ թվում ինձ թվում է մասնակիորեն նաև ես, տառապում ենք ավելորդ քաշից։ Երբ խնդիրը հասնում է իհարկե ամենաբարձր կետին, ձեզնից շատերը ցանկանում են վիրահատությամբ դա միջամտել եւ հասնել լավ արդյունքի։ Բարիատրիկ վիրահատություն, այսինքն երբ մասնակի հեռացում է ստամոքսը եւ առաջանում է իհարկե նոր կազմվածք, նոր քաշ, այդ մասին ինֆորմացիա ունեն ձեզնից շատերը։ Ձեզնից շատերը Միացյալ Նահանգներում այդ վիրահատությունը իրականացնել չեն կարողանում, որովհետեւ դա տասնյակ հազարավոր դոլարներ արժե եւ մարդու ապահովագրությունը գրեթե միշտ չի այն իհարկե իր վրա վերցնում։
Կան ավելի վատ տարբերակներ, երբ մեկնում են մարդիկ Մեքսիկո եւ ոչ հիգիենիկ կամ ոչ ապահով միջավայրում են դա իրականացնում։ Աջափնյակ բժշկական կենտրոնում պրոֆեսիոնալ մասնագետները լավագույն սարքավորումները եւ որ ամենակարևորն է հոգատար փորձագետները այս ամենի միջով ձեզ հետ միասին կացնեն ապահով եւ առողջ տարբերակով։ Բացի նրանից, որ այստեղ լավագույն մասնագետներն են եւ բնականաբար իհարկե լավագույն պայմանները վիրահատության համար, պետք է նաև խոսել գնի մասին, որը վստահ եմ ձեզ ամենաշատն է հետաքրքրում։ Այստեղ գները չափազանց մատչելի են, մոտ 4-5 անգամ էժան, սկսած $3000-ից։ Իսկ հետվիրահատական process-ը անցնում է հենց նման հարմարավետ հիվանդասենյակներում։ Քանի որ մեր կենտրոնում գործում է հայդոկ հավելված, որ թույլ է տալիս, որպեսզի մեր բուժառուները կատարեն նախնական խորհրդատվությունը on-line ֆորմատով, մենք մեր բոլոր պացիենտներին, որոնք դիմում են արտերկրից, առաջին խորհրդատվությունը կատարում ենք on-line, որպեսզի մենք հասկանանք, թե բուժառուն ինչ գանգատներ ունի։ Եվ հետևաբար մենք նախատեսում ենք, որ բուժառուն գտնվի Երևանում առնվազն 3 շաբաթ։ 3 շաբաթ դա իրանց ենթադրում է, որ ինքը գալիս է, հետազոտվում է եւ կատարվում է վիրահատություն, եւ 2 շաբաթ ինքը գտնվում է Երևանում, որպեսզի մեր մոտ մնա ինքը հսկողության ներքո։ Բայց մեզ համար կարևորը, որպեսզի մեր բուժառուն առնվազն մինչեւ գալը 2 շաբաթ կատարի մեր բոլոր ցուցումները իր երկրում, որից հետո նոր գա մեր մոտ պատրաստի արդեն վիրահատության։ Ամեն դեպքում մեզ համար իսկապես շատ կարևոր է, որպեսզի մեր բուժառուները լքեն բժշկական կենտրոնը լիարժեք ապակինված։ Դա է մեր հիմնական նպատակը։ Ես որպես գաստրոենտերոլոգ-դիետոլոգ հանդիսանում եմ բարիատրիկ վիրաբուժական թիմի անդամ, որպեսզի վերահսկողություն լինի իմ կողմից ողջ այդ հետվիրահատական շրջանում պացիենտների նկատմամբ, որպեսզի կարողանան ճիշտ սնունդ ընտրեն, հետևեն ճիշտ սննդակարգին եւ խուսափեն հետագա բարդություններից։ Մենք Գրիգորյան Law Firm-ում ենք, իսկ սա նշանակում է, որ մեր երևի թե թողարկումների ամենասիրելի հատվածներից մեկն է, որտեղ այստեղ մենք իսկապես կրթվում ենք։ Այս անգամ խոսելու ենք կտակից եւ ժառանգությունից, Will and Trust-ից եւ բնականաբար իհարկե Աննա Գրիգորյանն էլ պատրաստ է իր ունեցած ինֆորմացիայով մեզ հետ կիսվել։ Աննա, երբ մենք խոսում ենք մուլտիմիլիոնատեր մարդկանց կտակների եւ ժառանգության մասին, այստեղ պարզ է դառնում, որ այդ մարդիկ պատրաստ են որոշակի նախ ռիսկերի դիմել եւ երկրորդն էլ իրենք գրագետ են եւ գիտեն թե ինչպես պաշտպանել իրենց իրավունքները ժառանգների համար։ Իսկ մարդիկ, ովքեր վաստակում են իրենց առաջին 100,000-ը կամ առաջին փոքրիկ գումարը, որով գնում են իրենց համար շատ կարեւոր մի անշարժ գույք, այս պարագային կարող են ռիսկերի դիմել։ Ինչպես վարվել, էլի այս պարագային։ Ճիշտ նշեցիր, մուլտիմիլիոներ մարդիկ արդեն ունենում են այս ամեն ինչը պլանավորած, որ պաշտպանեն իրենց ունեցվածքը, բայց եթե էլ չեն ունենում արդեն պլանավորած, ինչ որ մի դատական խնդիրի կամ ընտանիքի դժբախ պատահարի դեպքում կարողանում են դուրս գալ այդ ամեն ինչի տակից, որովհետև ունեն այդ ունեցվածքը ինչ որ մի ձևով հարց լուծելու։ Ճիշտ է, կորուստ լինելու է ամեն դեպքում, եթե չկան ճիշտ թղթաբանություն այս ամեն ինչից առաջ։ Բայց այն մարդիկ, որ ունեն փոքր քանակի ունեցվածք եւ նախապես չեն պաշտպանում իրենց ունեցվածքը, ամենափոքր խնդիրի ժամանակ էլ իրանց կորցրածի քանակը շատ ավելի մեծ է լինում, քան թե այն մարդը, ովքեր մուլտիմիլիոներ են։ Գիտեք, սա հավանաբար նման է բժշկի կամ ատամնաբույժի այցելության դեպքերին եւ դա պարտադիր է, ուղղակի չեք անել ու պարտադիր է ձեր առողջությանը հետևել։ Պարտադիր է նաեւ հետևել ձեր ֆինանսական առողջությանը, կարելի է ասել, եւ ապագային ձեր ժառանգների նկատմամբ լինել պատասխանատու եւ ապահովել անպայման Will and Trust-ը, որը ի դեպ ժամանակի ընթացքում կարող եք փոփոխության ենթարկել, բայց դա ունենալը կարևոր ու պարտադիր է։ Էկրաններին նշված հեռախոսահամարներով զանգահարեք եւ ստացեք ձեր առաջին խորհրդատվությունը։ Գովազդային այս ինտեգրումը կհետաքրքրի հատկապես մեր հայրենակիցներին ու իրավաբաններին, ովքեր ցանկանում են մշտական կամ ժամանակավոր բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում օրինական տարբերակով։ Այսօր ձեզ պատմելու եմ Մայամիի Հոլիվուդ քաղաքում գտնվող 21 Hollywood բնակելի համալիրի մասին, որը ճարտարապետական գլուխգործոց է 14 հարկանի եւ լավագույն տարբերակներից մեկը կարող է լինել նաեւ ներդրողների համար։ Այս ծրագիրը ձեզ հնարավորություն է տալիս ներդրում կատարել օրինակ $800,000-ից սկսած եւ առաջիկա 5-ից 7 տարիների ընթացքում վերադարձնել այդ գումարը, միաժամանակ նաեւ մշտական կամ ժամանակավոր բնակության հնարավորություն ստանալ Միացյալ Նահանգներում ամենաօրինական ճանապարհով։ Այս ներդրման շնորհիվ դուք հնարավորություն կունենաք օրինական ճանապարհով EB5 ծրագրով դիմել մշտական բնակության, այդ թվում նաև ձեր ընտանիքի անդամների համար։ Այսպիսով դիմող կողմը, այսինքն ներդրողը, հնարավորություն ունի
ժամանակավոր, ապա նաև մշտական բնակության հնարավորություն ստանալ EB5 ծրագրով իր կնոջ, այդ թվում նաև մինչև 21 տարեկան չամուսնացած երեխաների համար։ Ստացվում է այսպիսով դուք այս նախագծում կարող եք ներդրում կատարել, որը չափազանց հեռանկարային նախագիծ է ոչ միայն իր դիրքի, այլ նաև իհարկե ճարտարապետական գլուխգործոց համարվելու շնորհիվ եւ միաժամանակ ապագայում այն կարող է ձեզ մեծ եկամուտներ բերել, քանի որ այն չափազանց հեռանկարային ծրագիր է։ Միաժամանակ դուք ընտանիքի անդամներով հնարավորություն կստանաք ժամանակավոր, ապա նաև մշտական բնակություն հաստատել այս համալիրում։ Մինչդեռ նաև պետք է նշել, որ 21 Hollywood-ը հիանալի բնակելի համալիր է, որը ներառում է ոչ միայն բնակարաններ, այլ նաև ընդհանուր օգտագործման ֆանտաստիկ տարածքներ, մանկական այգիներ, կինոսրահ, խանութներ, մի խոսքով այն ամենը, ինչ պետք է գեղեցիկ ու ապահով կյանքի համար։ Վստահ եմ, մեզ դիտում են նաև իրավաբաններ, ովքեր փորձում են լուծել մշտական թվացող հարցը, թե ինչպես օրինական ճանապարհով ներդրողների մշտական կամ ժամանակավոր բնակությունը հաստատել Միացյալ Նահանգներում։ Այս նախագիծը կօգնի ձեզ, առավել մանրամասների համար կարող եք այցելել կայք կամ զանգահարել նշված հեռախոսահամարով։ Էս էլ իմ դպրոցը, ստեղ եմ ավարտել վերջին տարիներս։ Դա հասկանում էիր դու այդ ընթացքում, որ հեռուստատեսությունը, երգը, բեմը դա է քոնը, թե դեռ որոնումների մեջ էիր գլխում։ Դե հասկանում էի, որ տարվա կեսը բացակա էր մատյանում, չնայած այնքան լավ դասատուներ եմ ունեցել, միշտ հասկանում էին, հարգելի էին դնում։ Այդ տարիներին արդեն վերջին, որ պիտի ավարտեի, համ աշխատում էի, համ սովորում էի, ժամանակը դպրոցին այդքան էլ չէր հերիքում, բայց ինձ բոլորը հասկանում էին ու լիքը ներկաներ ունեի բացակաների փոխարեն։ Ոչ մի բան չի փոխվել։ Դու այն մարդկանցից ես, ով կապը պահում է միշտ անցյալի հետ, ու անցյալի մարդկանց հետ, նրանց վերելով նաև ներկա։ Դպրոցից կան ընկերներ, մարդիկ ում հիշում ես հաճախ։ Ոնց չկան, բայց այս նկարը տեսնում ես, այս ոնց կա տենց մնացել է։ Ոչ մի բան դպրոցում չի փոխվել, անգամ վերանորոգումն անունը մնացել, այս անկյունը հերոսների։ Արի բարձրանանք դասարանս ցեց տամ։ Գնացինք։ Էս կողմ։ Այստեղ քննություններն էին տալիս երեխեքը։ Ամեն մեկը առանձին էր նստում, որ կանկարծ կողքինից չարտագրեր։ Բայց ինձ միշտ օգնում էին դասատուները։ Ֆիզիկայի դասատու ունեինք։ Միշտ գալիս էր գաղտնի հուշում էր, ասում էր, այս ան կնշես, այստեղ բեն կնշես։ Բայց ինչն էր պատճառը, քեզ սիրում էին, թե կար այլ պատճառ, օրինակ, չգիտեմ, ուզում էին, որ հայտնի երգչուհի դառնար եւ հասկանում են, որ ինչ-որ կերպ պիտի ստանաս այդ գնահատականը։ Չէ, ինձ բոլորը շատ սիրում են։ Իրոք, լավ դասատուներ եմ ունեցել։ Մտնենք մեր դասարան։ Գնացինք։ Որտեղ ես նստել, հիշում ես նստարանը։ Վերջ։ Մի ընթացք նստում էի այստեղ, պատուհանի մոտ։ Այստեղ։ Տակը ես արած կրնեմ։ Ֆիզմաթեմատիկական թեկման, հա, եղել դպրոցը։ Դասարանը։ Հա, դասարանը սա։ Ֆիզմատ հոսք էի սովորում, չնայած որ ֆիզիկայից ոչ մի բան չեմ հասկանում։ Շատ լավ դասատուներ եմ ունեցել Մհեր ջան, լավ տնօրեն եմ ունեցել, դասղեկս Սահակյան Արմինեն։ Միշտ բոլոր բացականերս հարգելի ա դրեր։ Ես հաճախ էի դպրոցից բացակայում, որովհետև այդ տարիներին եւ մորս էի խնամում եւ աշխատում էի եւ նոր ընդունվել էի Երգիպետական թատրոն ու չես պատկերացնի շնչակտուր ոնց էի սպասում, որ այստեղ դասերը վերջանա ու ես վազեմ Երևան։ Ավելի ցածր տարիքում երեխաները միշտ դաժան են լինում երեխաների նկատմամբ, ցավոք, հետո իհարկե երբ գալիս են գիտակցման, հասկանում են, որ այդպես պետք չի վարվել։ Եվ այսօր հաճախ է խոսվում բուլինգի մասին, խտրական վերաբերմունքի եւ այլն։ Դու ինքդ բուլինգի ենթարկվել ես դպրոցական տարիքում։ Հա, բայց ոչ այս դպրոցում։ Եվ ինչն էր պատճառը։ Մհեր, այն տարիներին մի քիչ ուրիշ էր դաստիարակությունը, մի քիչ այլ մենտալիտետ կար։ Հիմա էլ կա իհարկե, ես շատ եմ լսում այնպիսի դեպքեր, որ երեխաներին ասում են պապա չունի, հետ ընկերություն մի արեք կամ ձեռք են առնում, որ
հակին վատ հագուստա կամ վատ պայուսակ ունի։ Ինձ թվում է դա բոլոր ժամանակներում է եղել ու ես անցել եմ այդ տարիները, բայց ոչ այս դպրոցում։ Այս դպրոցից առաջ ես սովորել եմ ուրիշ դպրոցում, որը միջնակարգ դպրոց էր։ Հետո որպես ավագ եկանք այստեղ ու այս դպրոցն էլ ավարտեցի։ Տես դու ամբողջ ընթացքում հարցազրույցի փորձում ես ժպիտով նայել դժվարությունների այդպես ֆոնից եւ ուժեղ մարդու տպավորությունը թողնում, բայց ինձ համար հասկանալի է, որ դա որոշակի պաշտպանիչ ոչ թե դիմակ, այլ շերտ է արտաքին աշխարհից։ Ու խղճահարություն չառաջացնելու ցանկություն։ Բայց պիտի չէ քեզ ճանաչեն։ Կպատմես ինչ էր քեզ հետ կատարվում, երբ այդ վերաբերմունքը ցածր տարիքում, փոքր տարիքում քո նկատմամբ կար, դու ինչ էր, դա ընդունում էր որպես իրականության մի մաս, թե ընկճվում էր այնուամենայնիվ, բայց պիտի ուժեղ լինեիր։ Մեր դասարանում բոլորը շատ լավ էին ապրում։ Եվ մենք մի քանի երեխա ենք, որ առանձնանում ենք որպես վատ ապրող։ Եվ դա միշտ երևացել է։ Եվ ոչ թե երևացել է նրանից, որ մենք ենք մեզ, չգիտեմ, աղքատ ու խեղճ ցույց տվել, այլ երևացել է, որ իրենք ցույց են տվել, որ իրենք են դասարանում այդ ուժեղները։ Շատ են նեղացրել, շատ են ձեռք առել, բայց դրանք մանկական հիմար անցած բաներ են, ինձ թվում է հիմա բոլորս էլ մեծացել ենք, անգամ հիշելու ձեռք ենք առնում այդ տարիների եղած բաներին։ Ում հետ չի եղել, ես հիմա էլ եմ շատ լսում, որ դպրոցում ձեռք են առնում երեխեքին։ Իսկ դասարանցիները նախկին կամ ուսուցիչները գալիս են համերգներիդ։ Հա։ Երբ ամենահետաքրքիրը դա է երևի։ Առաջին մեծ մենահամերգս որ եղավ, դասղեկս ներկա էր։ Այնքան ուրախ էի, որ եկել են։ Ինքը ավելի ուրախ էր։ Այսօր միջալոց խոսում էի հետ, ասում է, ինչ լավ անցավ։ Ասում է, քեզ ծաղիկ նվիրեցի, ինձ չտեսար։ Լույսերը խանգարում են, չէ՞, աչքերի տան գնում, չես տեսնում։ Շատ եմ ուրախանում, որ բոլոր այն տարիները, որ անցել եմ, այդ մարդիկ հիմա էլ են ինձանով ուրախանում։ Ուսուցչուհուդ ասել ես, որ ինձ կտեսնեք այնուամենայնիվ հեռուստատեսությամբ, հա։ Վերջին զանգիս ասել եմ ինձ TV-ով եք տեսնելու։ Բայց դեռ չեմ մտածել, որ տենց է լինելու, օքեյ, ասել եմ, էլի։ Ամենածանր փորձությունը հավանաբար քո կյանքում մայրիկի հիվանդությունն էր, որը երևի թե ամբողջ քո պատանեկությունն է տարել քեզնից, նաև մանկության որոշ մաս։ Ինչպես էիր կարողանում գտնել այդ բուժման գումարները, ինչպես էիր կարողանում ապահովել գոնե նրա կյանքի որոշակի տևողություն, որովհետև դա միայն քեզնից էր կախված։ Նախ մայրդ ուզում էր ապրել։ Զգում էիր, որ ինքը կարճած է կյանքից։ Այսօր, որ գնացինք այդ հիվանդանոցը, ես սկզբում ինձ կորցրել էի։ Դու որ խոսում ես, ես քեզ չէի լսում, մահեր։ Չէի հասկանում միտքդ, որ քեզ պատասխանեմ։ Բայց հետո անցավ։ Այդտեղ եղել էի, ես քեզ ասացի մենահամերգից մի օր առաջ, գնացի այդ հիվանդանոց, որ ինքս ինձ հետ մենակ մնամ, որովհետև հաջորդ օրը շատ պատասխանատու օր էր ինձ սպասվում։ Գիշերեր ու ամեն ինչ այդքան էլ լավ չէր երևում, ոնց որ այսօր ցերեկով։ Ու դրա համար մտքերը ինձ տարան։ Այստեղ անցկացրել ես քո կյանքի ինչ-որ շրջան, ու երևի ամենադժվար շրջանը։ Դժվար է չէ մուտք գործել անցյալ։ Այստեղ 6 ամիս ապրել եմ։ Արի ցույց տա։ Արի։
Բայց դες ահագին բան էր փոխվել։ Վերանորոգել էին, բայց աթոռը իր տեղում էր, ձեռք չէին տվել, ոնց որ պայմանավորված լինեինք։ Այն անգամ էլ որ գիշերը գնացի, էլի այդ նույն աթոռը դրած էր։ Այստեղ օրեր ես անցկացրել, հա, քնել ես նաև այստեղ։ Տեսնեմ աթոռս կգտնեմ։ Հեսա։ Այստեղ էր քնում տափը։ Դուրս հենց քնում էի գիշերը այստեղ, հա։ Այսօր շատ բան հիշեցի, շատ բան աչքերից դիմացով անցավ։ Հիշում եմ, ես շատ հիվանդանոցներում եմ մեծացել, շատ։ Երևի այդպիսի մի հիվանդանոց չկա, որ ես այդտեղ գոնե մի ամիս չեմ անցկացրել, բայց ամենաերկարը մնացել ենք հենց այնտեղ, որտեղ այսօր գնացինք, 6 ամիս։ Հիշում եմ այդ աթոռի դիմաց կար մի ազատ մահճակալ, որը վճարովի էր, բայց ես չէի կարող այդ մահճակալը զբաղացնել, որտև գումար չունեի։ Ու քնում էի այդ աթոռը։ Այստեղ էի քնում, բայց այն ժամանակ այս աթոռը այս պատի տակ էր դրված, հիմա փոխել եմ։ Գիտես Մհեր, ես հիմա խորը չեմ կարողանում քնեմ։ Նարեկը, որ հիմա ուժամի տուն է գալիս, գիտես դուրը ոնց հացեցում, այսենց։ Էդ ինձ հերիք է, որ ես սենյակից գամ ու դուրը բացեմ, ասեմ ինչից է։ Այդ տարիներին, ինչքան էլ որ ես աթոռի վրա իբրև քնած էի, իմ ականջները միշտ արթուն էր, որովհետև ամեն րոպե մամաս կարող է ինձ ձայն տար։ Ու ես պիտի առաջին անգամից վազեի դուրը բացեի, ասեի համո։ Թե չէ որ երկրորդ անգամ գոռար, ամբողջ բաժանմունքը կզարթներ։ Ու էլ մեզ չէին թողում ենք մնայինք այդ հիվանդանոցում։ Մի քանի անգամ նկատողություն ստացել եմ։ Բայց խաբում էի բժիշկներին, ասում էի, որ ես ցերեկները քնում եմ, գիշերները մամայիս եմ պահում։ Բայց ցերեկները սովորում էի, գիշերներն էլ մամայիս էի խնամում։ Որ բժիշկը անցնում էր, այնպես էի անում, որ հանկարծ ինձ չտեսնում այդ աթոռի վրա քնած։ Մենակ էի այդ տարիներին։ Մեկը չկար կողքս հարազատներիցս, որ գոնե մի քանի ժամով գնայի տուն, փոխվեի, շորերը լվանայի մեր, հաց սարքեի, դեղի հարց լուծեի։ Ու ստիպված այդ ամեն ինչի ուսերին ես այդ միջանցքից տեղ չէի կարողանում գնալ։ Մարիս արդեն բավականին բարդ բնավորություն էր ձևավորել ու մենակ չէր կարողանում մնալ։ Այդ տարիներին իմ բոլոր հարազատների դռները փակ էին իմ առաջ։ Ու երբ որ ես մորս աչքերը փակեցի, այդ օրը ես փակեցի իմ դուռը իրանց առաջ, որովհետև էլ մարդ չունեի կորցնելու, ավելի թանկ քան մամաս էր։ Էլ չունեի այդ օգնության կարիքը։ Գիտես, Աստված մորս ինձանից տարավ, բայց փոխարենը ինձ տվեց մի ամբողջ ինձ սիրող ժողովուրդ, ովքեր իմ ծնողների բաց թողածը լրացրել են, ու միջև այսօր։ Դու 16 տարեկանում այստեղ օրեր ես անցկացնում, այդ ընթացքում հասկանում էիր, որ մեծանում ես։ Այստեղ շատ երեխեք էին գալիս, պրակտիկայի էին գալիս, ուսանողներ էին, գիշերը հերթապահում էին։ Ես իրանց հետ ընկերություն էի անում, սովորում էին, ինչ իրենք էին սովորում։ Այ օրինակ, ուզում ես շաքարով հիվանդ մարդու մի հատ դեղի անուն ասա, որ ես չգիտեմ։ Կարաս Google-ը բացես, գրես ու հարցնես ինձ։ Լուրջ եմ ասում։ Չկա այդպիսի մի անալիզի պատասխան, որ ես չկարողանամ քեզ բացատրեմ։ Մի դեղի բացատրություն, որ չկարողանամ տամ։ Իրենց հետ հավասար սովորում էի, օրերս անցնում էր, այդպես Օրը տանցնում էր նաև խնդրելով ուժման հետ կապված տարբեր պրոցեդուրաներ անել, որովհետև ֆինանսական մի շարք դժվարություններ կային եւ փող չկար ուղղակի, եթե ուղիղ ասենք։ Դա ինչպես է հաղթահարում։ Մհեր այն տարիներին մայրս պետպատվերով էր բուժում ստանում եւ այն ժամանակները այդքան էլ լավ չէին վերաբերվում պետպատվերով հիվանդներին։ Հիմա
կենթանիներին ավելի լավ են վերաբերվում, քան այն ժամանակ։ Ես գիտեմ, որ հիմա շատ բան է փոխվել դեպի լավը, արդեն առաջվանը չի։ Լավ են վերաբերվում պետպատվերով հիվանդներին, բայց գիտես այդ տարիներին ես գումար չունեի, որ ամեն օր բժշկի գրպանը կարողանայի 20,000 դրամ գումար դնել, որ մորս լավ պահեր։ Մենք ամբողջ ամսվա համար էինք ստանում 20,000 թոշակ, որը մորս հիվանդության թոշակն էր, եւ դրանով ստիպված էինք մի ամիս ապրել։ Ես ուղղակի ոչ մի բան չէի կարող անեի։ Եվ այդ տարիներին, չգիտեմ, խնդրելով, ինչի՞ չէ, խղճի վրա ազդելով բժիշկների, փորձում էի գոնե այնպես անել, որ մորս կյանքը երկար է։ Մենք գտնվում ենք Implantum կլինիկայի Լոս Անջելեսյան մասնաճյուղում, իմ կողքին Սարգիս Փափազյանն է, բժիշկ ատամնաբույժ, ով բնականաբար իհարկե տարիներ շարունակ այս ոլորտում է աշխատում եւ արդեն վայելում է նաեւ մեր համայնքի վստահությունը։ Դոկտոր կրկին ողջույն, շնորհակալություն նորից ժամանակ գտնելու համար մեր հարցերին պատասխանելու։ Բոլորը այս օրերին խոսում են all on 4 ծառայության մասին, ինչ է դա նշանակում։ Այո, շատ հետաքրքիր հարց է, շնորհակալություն։ Դա ինչ է նշանակում, այսինքն հիվանդը գալիս է անատամ կամ ատամներ ունի, որ պետք է հեռացվի, նույն օրը հեռացվում են ատամները, տեղադրում են իմպլանտները եւ տեղադրում են ժամանակավոր ատամներ։ Այսինքն հիվանդը գալիս է առանց ատամների, դուրս է գալիս իմպլանտներով ու իր ատամնաշարով։ Այսինքն մարդը մի օրում կարող է այդ գործընթացը սկսել եւ ժամանակավոր լուծում գտնել եւ բնականաբար իհարկե անցնել ողջ առողջական process-ը, հա։ Այո, ճիշտ այդպես։ Դե ինչ զանգահարեք նշված հեռախոսահամարով, այցելեք կլինիկայի Լոս Անջելեսյան մասնաճյուղ, եթե ունեք հարցեր, վստահ եմ այստեղ ձեզ շատ ջերմ կդիմավորեն։ Լավ եղեք եւ առողջ եղեք։ Իսկ այս պահին ներկայացնում ենք ձեզ մեր նոր գործընկերոջը Aroma International Marketplace, այդպես է կոչվում նոր ֆանտաստիկ սուպերմարկետը, որը նորաբաց է եւ գտնվում է Northridge քաղաքում։ Իր հերթին Aroma International-ը գտնվում է մեծ shopping plaza-ին, որը ձեզ հնարավորություն կտա առանց գլխացավանքի գտնել ավտոկայանատեղի հնարավորություն, այն ունի մեծ փաստորեն parking եւ որ ամենակարևորն է այն մթերքները եւ իհարկե բանջարեղենները, ուտեստները, որոնք ներկայացված են այս խանութ սրահում, իսկական, հայկական եւ ոչ միայն հայկական, այլ նաեւ միջին արևելյան խոհանոցին կամ ճաշատեսակներին համապատասխան են։ Մասնագետները լավագույն ընտրում են ամենաթարմ եւ ամենավորակյալ մսի տեսականին, այսինքն խանութն ունի առանձին մսի համար նախատեսված բաժանմունք, որը իսկապես լավագույնը, մենք կարող ենք դա ասել Eyewitness-ի կարգավիճակով եւ ինքներս ենք դա տեսել եւ փորձել։ Բանջարեղենի մրգերի տեսականին իսկապես հատնտիր է։ Այնտեղ ներկայացված են այն բոլոր ապրանքները, որոնք սովորաբար դուք փնտրում եք ամենատարբեր փոքր խանութներում հայկական, իսկ այստեղ մեծ խանութում ներկայացված է միանգամից ամբողջ տեսականին։ Նաև պետք է ասել, որ այստեղ լավագույն սպասարկումն է եւ մարդիկ, ովքեր աշխատում են սպասարկման ոլորտում, իրենց հոգին եւ ժպիտն են ներդրում ձեզ սպասարկելու հարցում։ Location-ը, այսինքն վայրը, որտեղ գտնվում է այս խանութը, եւս հարմար է բոլորիս համար։ Այն գտնվում է Northridge-ում, բայց հարմար է նաև օրինակ Granada Hills-ում, North Hills-ում, Silmar-ում ապրող մարդկանց համար։ Այնպես որ ինքներդ կարող եք համոզվել մեկ անգամ այցելելով։ Ապագայում նաև գործելու է ծառայություն, որ արդեն պատրաստի սնունդի համար կլինի, դա ապագա պլաններից է։ Բայց հիմա իսկապես կարող եք գտնել լավագույն մթերքները, մսամթերքը, լավագույն մսային ապուխները եւ այլն հենց այս խանութ սրահում։ MS Travel-ը մշտապես ձեզ առաջարկում է լավագույն ուղևորությունները ամենահետաքրքիր տոներին եւ նավարկություններ դեպի ամենատարբեր վայրեր։ Այս անգամ խոսելու ենք մենք Mother's Day cruise-ի վերաբերյալ, որին մասնակցելու են հայտնի ու անվանի երաժիշտներ, երգիչներ ու պարային խմբեր, ինչպիսիք են մայստրո Արմեն Մարտիրոսյանը, հայտնի եւ սիրված ձայներից մեկը Mr. X-ը, Գոհարը Հովանիսյան իր անզուգական ժողովրդական կատարումներով, Սամվել Երվինյանը եւ մի շարք այլ արտիստներ համազգայինի պարողներն են լինելու։ Մի խոսքով, այն ամեն ինչ ձեր ծնողներին, մայրերին եւ կանանց հարկավոր է լավ տրամադրություն ապահովելու համար մայրերի տոնին։ Իսկ ահա MS Travel-ի փորձագետներն ու մասնագետները տասնամյակներ շարունակ նույն գործն են անում եւ մշտապես գիտեն այնպես անել, որ անցնի ուղևորությունը հանգիստ եւ հաճելի։ Իմ կողքին իմ ամենասիրած երգչուհիներից մեկն է Գոհարը։ Գոհար, ողջույն։ Ողջույն, Մերձ։ Գոհար, դու երգում ես ժողովրդական երգեր, բայց պիտի ասեմ, որ ոչ միայն համերգին է լավ անցնում, այլ նաեւ պարզապես ուղևորությունը Գոհարի հետ
հիանալի է անցնում, որովհետև միշտ լավ տրամադրություն Անչափ ուրախ եմ, որ ձեզ հետ եմ, շատ սիրում եմ ձեզ եւ բոլորիդ սիրով հրավիրում ենք, սպասում ենք 2026 թվականի մայիսի 8-ից 11-ը այս ուղևորությունը հենց կազմակերպվում է Մայրերի օրվա կապակցությամբ։ Գոհար, ինչ ծրագիր է սպասվում, ինչ կընտրեն քո հանդիսատեսը։ Երգելու եմ ազգագրական եւ ժողովրդական ուրախ երգեր, վստահ կարող եմ ասել շատ հզոր թիմ է ինձ հետ լինելու եւ շատ լավ է անցնելու։ Ձեր տեղերը կարող եք արդեն իսկ ամրագրել, որովհետև շատ կարճ ժամանակում այս ուղևորությունը sold out է լինում։ Էկրաններին տեսնում եք հեռախոսահամարը, հասցեն եւ այլ մանրամասներ, իսկ մենք շարունակելու ենք լուսաբանել այս եւ բոլոր այլ ուղևորությունները։ Դու 16 տարեկան էիր։ Դրանք նաեւ երկար ու ձիգ տարիներ էին, որովհետև դու անցել ես մի քանի տարի այդ հիվանդությամբ, որով տառապում էր մայրդ։ Ի վերջո ինչպես էիր կարողանում չփշրվել, չգիտեմ, մյուս կողմից երևի հիվանդին բնորոշ էգոիզմներ, չէ, երևի մայրդ։ Ու ինչպես էիր կարողանում մնալ ոտքի վրա կանգնած։ Ես Մհեր ջան, կյանքում չեմ չարացել։ Ում վրա չարանամ։ Աստծո։ Բայլուր մնաց իմ շնորհակալությունը իմ այսօրվա համար։ Ես կյանքում չեմ բողոքել իմ կյանքից։ Մտածել եմ, որ դե նորմալ է, տենց պիտի լինի, որովհետև միգուցե լավը չեմ տեսել դրա համար է այդպես եղել։ Չեմ կոտրվել, հավատացել եմ, որ հաստատ գալու է այդ օրը։ Իսկ դու քո մանկության պատանեկության ընթացքում քեզ սիրո պտուղ սպասված երեխա զգացել ես, թեկուզ որ բացակայության պարագային։ Միշտ։ Մաման տվել է այդ սերը։ Միշտ։ Ես եղել եմ այդ սիրո պտուղը։ Եվ ես միշտ եմ դա զգացել։ Մայրս իր ամբողջ կյանքը դրել է ինձ վրա, որ ես երգեմ։ Ծնված օրվանից։ Ես մենահամերգին ցույց եմ տվել իմ բոլոր այդ փոքր տարիքում երգելու կադրերը։ Մամաս հիվանդակին զբաղվում էր դրանով։ Ամեն տեղ ինձ տանում էր, ամեն մրցույթի, ամեն երաժշտական, չգիտեմ, պրոյեկտի, որ ես մասնակցեմ Երևան մի տեղ։ Ասում էր իմ երեխան պետքա երգչուհի դառնա։ Չնայած վերջին տարիներին մայրս արդեն չէր ուզում, որ ես երգեմ, ուզում էր, որ կողքը մնամ։ Դե դա հիվանդության արդյունքն էր արդեն։ Հիշում ես մայրիկիդ հետ վերջին խոսակցությունները, վերջին զրույցները։ Հիշում եմ։ Վերջին օրերը անցկացրել ենք հանրապետական հիվանդանոցում։ Այնտեղ ավելի վատ էր։ Բացի պայմանները, նաև վերաբերմունքը հիվանդներին։ Ես քեզ այսօր հիվանդանոցում պատմեցի, թե ինչքան վատ էին այն ժամանակ վերաբերվում պետպատվերով հիվանդներին։ Հիշում եմ վերջին օրերն էր, մամաս ասաց, ես էլ չեմ ուզում այս հիվանդանոցում մնամ, ինձ տարտում։ Ուզում եմ գնամ իմ տուն։ Գնացինք տուն, ընդամենը 2 օր։ Վերջում ինձ ասեց, ես հանգիստ եմ։ Դու արդեն քո լավն ու վատը գիտես։ Ես հանգիստ եմ, որ քեզ ուժեղ աղջիկ եմ մեծացրել։ Դու քեզ արդեն կարաս պահես։ Այդ ընթացքում, երբ դու գիշերները օրերն անցկացնում էիր հիվանդանոցներում, նաև միաժամանակ արդեն երգի աշխարհն էր քեզ հետաքրքրել, կայթակղել եւ դու առաջին քո փորձերն ու քայլերն էիր անում Երգի պետական թատրոնում։ Այնտեղ ծանոթանում ես նաև ամուսնուդ հետ, ապագա Նարեկի հետ։ Սակայն որևէ մեկը չգիտեր սկզբնական շրջանում, թե ինչի միջով ես դու անցնում։ Դա եւս շատ բան է բնորոշում, շատ բան է պատմում քո մասին։ Կմանրամասնես։ Այդ տարիներին արդեն սովորում էի Երգի պետական թատրոնում։ Մայրս բուժում էր ստանում այնտեղ, որտեղ այսօր գնացինք։ Դասի այդտեղից էի գնում գալիս։ Ու Նարեկի հետ էլ էլի Երգի պետական թատրոնում ծանոթացել, դե արդեն պատմել եմ մենահամերգին, թե ոնց ենք ծանոթացել, ոնց է սկսվել ամեն ինչ։ Դասերից հետո, որ ինձ պիտի տուն տաներ Նարեկը, ասում էին, ար ինձ իջացրու հիվանդանոց մոտ մամային տեսնեմ, հետո ես կգնամ տուն։ Բայց դա տուն չունեի, ես այդտեղ էլ ապրում եմ։ Ու ամեն ինչ անում էի, որ հանկարծ Նարեկը դրա մասին չիմանա։ Դե նոր էինք շփվում իրար հետ, ամաչում էի պատմեի։ Ինչով Նարեկը առաջին հերթին քեզ գրավեց որպես մարդ։ Որպես մարդ։
այ վերջավորությունը ճիշտ էր։ Ինձ այս կյանքում ոչ մեկ ոչինչով չի կարող զարմացնի Մհեր։ Ոչ իր ունեցածով, ոչ էլ անունով։ Ես մարդուց կարող եմ տպավորված գնալ տուն միայն իր մարդ լինելու համար։ Գնամ տուն ասեմ, ես ինչ լավ մարդ էր։ Ես ինչքան բան ես մարդուց ունեմ սովորելու։ Մարդը ինձ կարող է զարմացնի միայն իր մարդ լինելով, ուրիշ ոչ մի բանով։ Ու Նարեկը շատ լավ տղա է։ Ամենակարևոր հատկանիշը, որ մարդը պիտի իր մեջ ունենա, այդ խիղճն է։ Կապ չունի երեխա ունենալուց տղա կունենաս թե աղջիկ, երեխա պիտի խիղճ ունենա։ Իմացի, որ այդտեղ հաստատ շահել ես։ Իսկ Նարեկը ճիշտ որոշում էր, որ իմ կյանքում պիտի լիներ։ Կան մի քանի տիպի մարդիկ եւ ովքեր դժվարության տարբեր կերպ են վերաբերվում։ Մարդիկ դա ընդունում են որպես մարտահրավեր, challenge, չգիտեմ, փորձում են դա հաղթահարել։ Մյուս մասը դրանից դառնում է ինքնամփոփ, պատագույն պարագային մարդիկ չարանում են եւ այլն։ Այ քեզ համար ի՞նչ է դժվարությունը։ Մահեր, դժվարությունը ամեն մարդ մի ձև է պատկերացնում։ Ամեն մարդու համար երևի իր կյանքն է ամենադժվարը, որովհետև երբ որ դու դիմացի մարդու դժվարը չես տեսել, քեզ թվում է քոնն է ամենադժվարը։ Ես շատ հարցազրույցներ եմ ուսումնասիրել եւ ինձ միշտ հետաքրքրել է, թե այս կամ այն մարդով ճանապարհ է անցել եւ կայացել է, ո՞նց է եղել այդ ճանապարհը։ Եվ ինչքան որ հարցազրույցներ եմ լսում, բոլորը խոսում են այն տարիներից, որ համատարած է եղել այդ դժվարությունները, այսինքն 90-ականների մանկությունը է եղել։ Այն տարիներին, երբ որ այդ դժվարությունը համատարած էր, այսինքն որ կողմ նայում էիր, թե բարեկամը, թե դասընկերը, թե հարևանը, բոլորի տանը նույն խնդիրն էր, նույն հացի, նույն լույսի, նույն վառելիքի։ Եվ այդ բոլոր բառը ինչ որտեղ մարդուն սփոփում էր, որ մարդը հասկանում էր ինքը մենակ չի, բոլորն են դրա մեջ, բոլորի տանը այդ նույն մոմն է վառվում։ Գիտես ինձ համար որն է դժվար։ Դժվար է, երբ որ այդ համատարած դժվարության տարիները անցնում են, բոլորի կյանքը դեպի ավելի լավն է գնում, բայց քո կյանքը մնում է նույնը։ Ու էլ ավելի է վատանում, որովհետև դրան գումարվում է նաև մորդ հիվանդությունը։ Դժվար է, երբ սահնակի վրա փողոցներից հավաքած վառելիքդ քարշ ես տալիս տուն եւ մեքենայով դասընկերդ անցնում ու քեզ տեսնում է։ Ամաչում ես, որովհետև աղջիկ ես։ Դժվար է, երբ որ դպրոցում ոչ մի անգամ ոչ մի էքսկուրսիայի չես մասնակցում։ Ամեն անգամ մի պատճառ ես հորինում, որ հանկարծ իսկական պատճառը չիմանան, որ փող չունես։ Ու հաջորդ անգամները անունդ չեն էլ գրում, որովհետև գիտեն, որ չես գալու։ Այ դա է դժվար։ Դժվար է, երբ նոր տարին գալիս է ու դու ժամը 12-ին չես սպասում, որովհետև քո համար միևնույնն է, թե որ ամսվա որ օրն է։ Արի քեզ մի պատմություն պատմեմ, որ ինձ ավելի ճիշտ հասկանաս։ Կար մի երաժշտական նախագիծ Երևանում, TV-ով էին ցույց տալիս։ Անունը արի չասեմ, չիմանամ, որ մեկի մասն է խոսքը։ Ես շատ էի ուզում այդ նախագծի մասնակցեի, բայց քանի որ ունեինք տրանսպորտի գումարի խնդիր, ուղղակի չէի կարող գնալ։ Հետո պատահական իմացա, որ իմ համակարգացին նույնպես մասնակցում է այդ նախագծին եւ հայտը ներկայացրել ու անցել է։ Եվ իրենք ավտոմեքենա ունեին։ Այսինքն այդ հնարավորություն էր, որ ես ինքս էլ հայտ ներկայացնեմ ու իր հետ միասին կգնամ կգամ, համ տրանսպորտի գումար կխնայեմ, համ էլ կիմանամ գոնե ծանոթ մարդկանց հետ եմ գնում գալիս։ Ես արդեն հասել էի ֆինալ, ու արդեն այն փուլն էր, որ պետք է որոշվեր այն մարդկանց անունները, ովքեր պիտի անցնեն ֆինալ։ Համակարգացից դուրս մնաց։ Ու ես այդ օրը ստիպված վատ երգեցի, որ ինձ էլ դուս թողեն։ Որովհետև էլ չէի կարողանա գնալ գալ։ Ինքը չէր գալու,
ինձ հետ, ես չունեի այդ ֆինանսը։ Բայց ես վստահ եմ, որ ես եթե մասնակցեի միջև վերջ, ես կհաղթեի այդ նախագիծը։ Այդ դա է դժվար, որ դու գիտես, որ ախր ես քո տեղը չի, ինձ է քո տեղը։ Բայց ինչ անես, որ ճար չունես։ Այդ դա է դժվար։ Հիմա եմ հասկանում, որ Աստված ինձ այդ կյանքը տվել է նրա համար, որ այսօր իմ ձայնը արժեք ունենա, որ հոգի ունենա։ Գիտես այն օրը ինչ էի մտածում։ Ընդամենը հիմա իմ մեկ ելույթի գումարով ես իմ ամբողջ մանկության դժվար օրերը անհոգ կապրեի։ Պատկերացնես։ Բայց լավ է, որ այդպես է եղել։ Պիտի ճանապարհ անցնես, որ ինչին որ հասնես, արդեն սկսես արժեքը հասկանալ ու պահես։ Գիտես, ձայնը մարդու հետ ծնվում է, բայց հոգին ձևավորվում է ապրած կյանքից։ Այն շատ են ասում, որ ինչ հոգով ես երգում։ Գիտես, ես հիմա որ երգում եմ, կապ չունի, ձայնագրվում եմ, բեմում եմ, ելույթի եմ, մի խոսքով։ Ես որ աչքերս փակում եմ, իմ ամբողջ կյանքը դիմացովս անցնում է։ Հիշում եմ իմ բոլոր տարիները։ Տխուր երգերքելուց տխուրն եմ հիշում, ուրախի ժամանակ էլ հիշում եմ ուրախը։ Միշտ իմ ուրախությունները ինքս եմ ստեղծել։ Նոր տարում դուրս էի գալիս փողոց, մեր պետական շենքերի դիմաց յոլկաներ կային, որոնք շատ սիրուն զարդարում էին, այն երկար փայլերը կհիշես, մետրով, դրանցով, տարբեր գույներով, խաղալիքներով։ Գիշերը գնում այդ փայլերը գողանում, բերում էի մեր տունը զարդարում էի։ Ուրախանում էի, գիտեի լավ բան եմ արել։ Դե կյանքը որքան որ անարդար է, երևի երկու այդքան նաև արդար է։ Ու այսօր դու այնտեղ ես, որտեղ պիտի լինեիր։ Այսօր բարեբախտաբար չկան ֆինանսական դժվարություններ, բայց վստահ եմ դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ հեշտ է եւ ամեն ինչ տրվում է հենց այնպես։ Այսօրվա դժվարությունները որոնք են քեզ համար։ Այսօր ինձ մի քանի անգամ ասացիր, թե ինձ ինչքան շատ է սիրում ժողովուրդը եւ ինչքան համատարած է այդ սերը։ Եվ դա փոխադարձ է։ Բայց այդ սիրո հակառակ կողմում կա մի աշխարհ, որտեղ ես ինձ ոչ մի ձև չեմ գտնում։ Չեմ համակերպվում։ Կան մարդիկ, ում դուր չի գալիս, որ իմ ու իմ ժողովրդի սերը փոխադարձ է։ Ու այդ մարդիկ ամեն ինչի պատրաստ են, որ այդ սերը վնասեն։ Բայց ոչ թե երեսիդ ասելով, այլ պատերի տակ խոսելով։ Մարդը կարա քեզ տեսնի, փաթաթվի, հարցնի ոնց ես։ Այնքան ուրախ եմ քո համար։ Բայց հետո մի այնպիսի բան լսես մի տեղից, որ ինքդ էլ չհավատաս դրան։ Գիտես, երբ որ կինն է, օրինակ, խոսում այդ նախանձասվածը, ինչ որտեղ կնոջ գենետիկային ավելի մոտ է, որտեղ կինը էմոցիոնալ է եւ կարող է էմոցիաների տակ բաներ խոսի մի խոսքով, բայց երբ որ դա տղամարդն է անում, այն տղամարդ, տես որ ասում ես տղամարդ, ինքը իմունիտետ պարունակող բառ չէ։ Եվ այն մարդը, ով ունի տղամարդկություն, պիտի վայել պահի իրեն։ Ամոթ է։ Ես իմ Հայաստանում եղած մեծ մենահամերգից հետո ինձ համար շատ հարազատ մարդիկ կորցրի, ովքեր պարզապես ինձ սկսեցին բարև չտալ։ Գիտես, միգուցե ինչ որտեղ ասում բարկացնեմ, բայց եթե ես իմանայի, որ այսպես է լինելու, միգուցե ես այդ մենահամերգը չունենայի։ Այն մարդիկ, ում համար ես հոգի եմ տվել, մեծարել եմ ինձնից ավել, երբեք չեմ սպասել։ Բայց գիտես, Մհեր, իմ անցած օվկիանոս դժվարությունների դեմ այդ քո ասած այսօրվա դժվարությունները փոքր առուներ են։ Եվ փառք Տիրոջը, որ ես իմ ոտքերի վրա կանգնած եմ։ Ինձ ոչինչ չկար այս կյանքում կոտրի։ Ես այնքան բան եմ տեսել, այնքան բանի միջով եմ անցել, որ չեմ էլ մտածում։
Բան չունեմ ասելու։ Սիրտը շատ է ցավում, որովհետև հոգի եմ տվել այդ մարդկանց համար։ Տաթև կպատկերացնեիր այն մեծ հաջողության մասին, այն փառքի համահայկական սիրո, այն ժամանակ, երբ ձեր մարզում համերգներ էին լինում, հավաքական, աստղերի մեծ եւ այլն հրապարակներում, ու դու պիտի ճեղքեիր բոլոր արանքները եւ հայտնվեիր այդտեղ, որպեսզի նայեիր, հիանայիր, սովորեիր մի բան։ Այն տարիներին շատ էին լինում համերգներ, անգամ բեմական հագուստ չկար։ Ջինսերով, կուրտկաներով, գլխարկներով գալիս երգում էին, կհիշես այդ տարիները։ Դու ինձանից ավելի մեծ ես, ես ավելի նոր սերունդ եմ։ Այդ տարիներին դե փոքր երեխեք էինք, 6-7 տարեկան, վազում գնում էինք, փորձում էինք արանքներով մտնել կուլիսներ, որ հասկանանք այդ երգիչները ինչ են անում։ Այսօր պատմեցի քեզ, մի սենյակ կար, այդ Գրիմյորկը ասվածը։ Ասում էի Աստված ջան, տեսնես այս երգիչները այդ Գրիմյորկայում ինչ են անում, ինչ են խոսում, ինչ կա տեղ, որ ախրանան կանգնում էր, չէր թողում հանկարծ մարդ անցներ։ Հետո մեծացա, հասկացա, որ ոչ մի բան չեն անում։ Եվ լավ է այդտեղ չհայտնվել։ Սիրում էի։ Այդ տարիներին Արամեն էր գալիս համերգներով, Քրիստինեն Պեպելյան իմ շատ սիրելի։ Այ Քրիստինային էլ եմ շատ սիրում, մենք ընկերություն ենք անում, ինքն էլ շատ ճիշտ աղջիկ է։ Սիրում եմ իրան։ Տաթև այդ ընթացքում ասացիր, որ համերգների ժամանակ ձայնի պատասխանատուն քեզ ճանաչում էր եւ միշտ իր թևի տակ էիր ու դա էլ չէ, երևի թե տպավորիչ հիշողություններից մեկը պիտի լինի, հասկանալ այդ տեխնիկական մասը, այն որ քեզ վերաբերում էին հատուկ, մյուս երեխաներից առանձնացնում են այդտեղ տաղանդի պատճառով։ Ձայնային հնչյունային ռեժիսորը Գևորգն էր։ Չաղ-չաղ ջահել տղա էր։ Ինձ շատ էր սիրում, ասում էր արի բալես, արի այստեղ։ Ես էլ ուրախանում էի երեխեքին, ասում էի տեսակ, ես անցա, գնում էի կուլիսներ։ Ինձ լավ էի զգում։ Իմիջիալոց այդ համերգների բացումները ես էի անում, որպես մարզում ճանաչված ու սիրված երեխա։ Քաղաքապետարանը միշտ զանգում էր ինձ, այդ տարիներին դե ինչքան մրցույթ կար, ես առաջին գծում կանգնած էի։ Ու բոլոր համերգներին ես էի բացում անում, հետո գալիս էին արդեն արժանի աստղերը։ Այդ տարիներից կան տեսանյութեր համացանցում, հայտնի շոու կար հեռուստաալիքներից մեկով տաղանդների, այն ժամանակ այդպես առաջին փորձերն էին, ԱԼՄ-ի մասին է խոսքը, ու դու երբեք չես խուսափում այդ տեսանյութերից կամ այդ պատմություններից։ Դա էլ հավանաբար անում էիր տունը պահելու համար։ Հենց այդ տարիներից էլ տունը ես եմ պահել, երգելով։ Գիտես այդ հաղորդումից հետո մեր տուն ինչքան մարդ էր գալիս։ Տեսնում էին հարց ու փորձով մեր տունը ճարում ու գալիս էին։ Շատ ու շատ տատիկներ ու պապիկներ։ Մի ընտանիք կար, որ ինձ ոնց որ որդեգրած լինեին, որպես իրենց թոռ։ Սեզոնին բանջարեղենով գալիս էին մեր տուն, շատ էի գնում իրենց տանը մնում։ Մայիս ու Մարուսյա, տատիկն ու պապիկը, մինչև վերջ կապս պահել եմ։ Բոլոր այն մարդկանց հետ, ովքեր ինձ օգնել ու տիրություն են արել։ Մինչև վերջ ու մինչև այսօր։ Իսկ ցավալի չէր, որ քո ազգականները, հարազատները, բարեկամները, նաև հոր կողմից հավանաբար ինֆորմացիա ունենալով, նույն քաղաքում, նույն միջավայրում մեծանալով, որևէ կերպով չէին փորձում գոնե արյան կանչով գնալ։ Հիմա որ ասեմ, չես հավատա, չեմ մտածել կյանքում դրա մասին։ Մայրս ինձ այնքան թև ու թիկունք ա եղել, որ կյանքում չեմ մտածել, որ ես ունեմ մի պակաս բարեկամի կարիք։ Միջև որ չմեծացա ու եկան են դժվար տարիները, որտեղ ինձ արդեն պետք էին այդ մարդիկ։ Ու քեզ ասեմ, որ ես ժողովրդի մեջ եմ մեծացել, մարդկանց, հարևանների։ Բոլորը այդ տարիներին ականատես են եղել իմ մանկությանը։ Ես չեմ կարող իմ կենսագրությունը հորինեմ։ Մեր ամբողջ մարզն ա տեսել, ես ոնց եմ մեծացել։ Ու այդ ժողովուրդն ա եղել իմ ընտանիքը։ Գիտես, միշտ ասում եմ, որ այն պակասը, որ ես ունեցել եմ բարեկամներից, դա այդ ժողովուրդը լրացրել է իր սիրով։ Դու չես պատկերացնի, ես փողոց էի դուրս գալիս, հանկարծ մեկը ինձ ճանաչեր, ես դատարկ ձեռքով տուն չէի գալիս։ Մի տոպրակ խնձորով գալիս էի տուն, ուրախանում էի։ Վայ, ասում էին, ես այն փոքր տաթերիկն արի բալես, արի ցավդ տանը։
Այդ մարդիկ են ինձ պահել մեծացրել, հասկանում ես։ Այդ ժողովուրդն է եղել իմ ընտանիքը։ Ես այդ ժողովրդի մեջ շատ հորաքույրներ ու մորաքույրներ եմ ունեցել։ Չնայած որ ունեի իմ հարազատը, ովքեր երբեք չեն մտածել ոչ իմ մասին, ոչ էլ մորս։ Ու դրա համար այն ժողովուրդը, ով միշտ եղել է իմ թևութիկունքը, ես այդ ժողովրդին էլ վերաբերվել եմ որպես իմ ընտանիք։ Եվ ես իրավունք ունեմ դա ասեմ, որովհետև այդպես է։ Իրենք ինձ սիրում են այնպես, ինչպես կսիրեն իրենց հարազատ աղջկան։ Այսօր երբ գալիս էինք նկարահանումներից դեպի այս տաղավար, մենք քննարկում ենք, խոսում ենք քո ֆենոմենի մասին ու փորձում հասկանալ, թե ինչով է պայմանավորված։ Իհարկե դա բազմաթիվ հանգամանքների արդյունք է, դա միայն աշխատասիրությունը չի, միայն լավ երգերը չեն, միայն քո կերպարը չի։ Դա բազմաթիվ առավելությունների համագումարում ստեղծված մի բան է, բայց այդտեղ շատ կարևոր է նաև քո կերպարը, որովհետև դու ժողովրդի միջից ես, ու ժողովրդի միջից մարդը միայն կարող է հասկանալ, թե ինչ է ուզում ժողովուրդը սրտով, որովհետև բազմաթիվ պրոդյուսերական կենտրոններ, հեռուստաալիքներ, մարդիկ կարող են ստիպել մարդկանց նկատել որևէ մեկին, բայց որևէ մեկը չի կարող ստիպել մարդկանց սիրել որևէ մեկին։ Իսկ քեզ մարդիկ սիրում են ու կա մի շատ ընդունված կերպար, դա հարևանի աղջկա կերպարն է։ Քեզ բոլորը վերաբերվում են այդպես ու պաշտպանում։ Եթե որևէ մեկը որևէ վատ բան խոսի քո մասին, հաստատ մասերի կբաժանեն, կհոշոտեն։ Ու դա կեղծել չի լինի իդեպ, որտեղ մի տեղից դուրս է գալիս այդ կեղծիքը։ Ես կարծում եմ, որ քո հաջողության հենց գրավականներից ամենակարևորը նաև ժողովրդի մեջ լինելն է։ Հաճախ ես հանդիպում, զրուցում, խոսում են մարդկանց հետ, ովքեր քո լսարանն են։ Շատ։ Բոլոր համերգներից հետո։ Այդ համերգներից հետո, երբ որ ամեն մարդ պատմում է իր ցավը, նամանավանդ երբ որ Սփյուռքում ապրող հայերի հետ ենք հանդիպում, դեպք չի եղել, որ այդ հանդիպումից հետո մի երգ չծնվի։ Այ օրինակ վերջում երգ էի գրել Ծովի ալիքը, թող տանի հեռու իմ երգը, որ բուժի հեռվում ապրողին հայերի վերքը։ Գիտես, այ ասում ես, ինչումն է այդ ֆենոմենը։ Երբ որ ես ու Նարեկը նոր էինք մտնում երաժշտական ասպարեզ, դες Նարեկից շատ բան եմ սովորել։ Ես մեծացել եմ Նարեկի կողքը։ Նարեկը ինձ ասում էր, տես, այս շոու բիզնեսում ապրելու համար երկու տարբերակ կա։ Կամ պիտի լավ շախմատ խաղալ իմանաս փոխաբերական իմաստով, կամ էլ պիտի ազնիվ լինես։ Բայց իմացի ասում էր, որ խաղացող մարդը մի օր կարող է ունենալ ճակատագրական պարտություն, բայց ազնիվը մնում է ազնիվ, որովհետև կա վատ խաղացող, միջին խաղացող եւ լավ խաղացող, բայց ազնիվը կատեգորիաներ չունի։ Ազնիվը ազնիվ է, լավ ազնիվ, վատ ազնիվ չկա։ Ու ինքը ճիշտ էր ասում։ Այդ տարիներին, որ խոսում էր, լուրջ չէի վերաբերվում։ Դե երեխա էի, չէի հասկանում, ասացի տակ ինչ կա։ Բայց հիմա գիտես, անցել է արդեն 10 տարի, այն ինչ որ ինքը ասում էր այն ժամանակ, հիմա ես այդ ամեն ինչը տեսնում եմ ու ապրում եմ դրա մեջ։ Հերթով կատարվում է։ Ու հիմա փորձում եմ ամեն ինչ անեմ, որ մենք միասին կատարելագործենք այն ինչ որ ունենք, այն ինչ որ միասին ստեղծել ենք։ Մահեր, գիտես, ես փող չեմ սիրում։ Այն տարիներին, երբ որ ինձ այդ փողը պետք էր, որ մայրս ապրի։ Այդ փողը չկար։ Իսկ հիմա, երբ որ ունեմ, էլ պետք չի։ Ու խոսքը շատ քիչ գումարի մասին է, որ չեմ էլ ուզում ասեմ անգամ։ Դրա համար ես իմ ամբողջ ունեցածը բաժանում եմ։ Լավ եմ զգում ինձ։ Դրանով եմ ապրում։ Երբ որ տեսնում եմ դիմացինիս աչքերը փայլում են միայն նրա համար, որ ինքը պարզապես ունեցավ այն ինչ որ ինքը երազում էր, դա է ինձ էներգիա տալիս, որ ես ապրեմ։
Գիտես, ինչի եմ ես իմ մենահամերգներին միշտ անակնկալներ անում իմ հանդիսատեսին, որ մարդիկ ուրախ գնան տուն։ Ես ուրախանում եմ, որ ես դա կարողացել եմ անել։ Ուրախանում եմ, որ ես մի նորմալ տուն չեմ ունեցել, բայց փառք Աստծո կարողացել եմ շատերին տան հարցով օգնել։ Ինչքան լավ է։ Ու գիտես, դեպք չի եղել, որ հանկարծ իմ հանդիսատեսից որևիցե մեկը ինձ փողոցում տեսնի կամ, չգիտեմ, միտեղ հանդիպենք իրար եւ դիմի ինձ որևիցե մի հարցով, ես իմ մաքսիմումի չափով այդ մարդուն չօգնեմ։ Բա ինչ պիտի անեմ։ Այն մարդը, ով օրական ստանում է 3-ից 5000 դրամ ու պատրաստ է իր 3 օրվա աշխատավարձը տալ եւ քո համերգի տոմսը առնել, որ գա քեզ լսի, բա այդ մարդուն չանես ու մանես։ Դա ֆանտաստիկ բան է, որ դու այդ գիտակցումն ունես ու պահում ես ու դա քեզ չի թողնում, որպեսզի ոտքերդ կտրվեն գետնից։ Դա շատ կարևոր բան է արտիստի դեպքում, որովհետև երբ գալիս է հայտնիությունը, փառքը եւ այլն, հանդիսատեսի կերպարը վերացական է դառնում արտիստի համար եւ իրենք սկսում են անել այնպես ինչպես ուզում են։ Դες դու մտածում ես այն մարդու մասին, ով 3 օր գնալու է առավոտը 9-ից 6 աշխատանքի, որպեսզի կարողանա վճարի քեզ։ Դա շատ կարևոր բան է։ Ֆանտաստիկ պատմություն է նաև եւ ողջ ազգի օրինանքին է արժանանում նաև ընտանիքով Նժդեհի համար։ Իր կյանքը փոխել եք, իր ընտանիքին օգնել եք եւ կյանքը չեք փոխել միայն գումար տալով կամ խնդիրները կենցաղային հոգալով, այլ նաև այդ տղային ձեր ընտանիքի մի մասը դարձնելու հանգամանքով։ Նա ապրել է ձեր տանը, նրա ամեն մի քայլի մասին դուք տեղյակ եք։ Դա իսկապես ֆիլմի նման մի պատմություն է։ Նժդեհի մասին առաջին անգամ երբ տեսար, ինչպիսին էին քո տպավորությունները։ Միջև հաղորդմանը մասնակցելը 3 օր հանգոր լացել եմ այդ երեխու պատմության վրա։ Ինքը եղել է այդ նույն տաթևիկը, որը որ ես եմ եղել։ Պատահական ոչ մի բան չի լինում կյանքում մհեր։ Աստված միշտ քեզ տանում է այնտեղ, որտեղ քո կարիքը ունեն, ու դու պարտավոր ես այդտեղ լինես։ Շատ լավ երեխա է, շնորհակալ, ու տա Աստված այդպես էլ մեծանա։ Փառք Աստծո, որ սովորում է, ուզում է սովորի, երաժիշտ է ուզում դառնա, շատ լավ մարդիկ ունի իր կողքը, շատ։ Ոսկի տղակ է իր կողքը, Վահեն, իմ շատ լավ ընկերն է, Նժդեհի քավորը։ Խիղճս հանգիստ է, ես գիտեմ, որ այդ տղան ոնց որ հայր ունենա կողքը։ Բան չմնաց, մի քանի տարուց կմեծանա։ Ու գիտես, երբ որ տեսնում ես մի երեխայի աչքերի մեջ կա ապրելու ցանկություն, ու այդ ապրելը կախված է ինչ-որ կոպեկներից, հարամ պետք է լինի աշխատածդ, որ դու այդ երեխուն չօգնես։ Ու փառք Տիրոջը, ես գիտես, եթե ուշադիր ես եղել, երբեք չեմ ասում, որ իմ երազանքն էր լինել այս բեմում։ Ես երազել եմ այսօրվա մասին։ Կյանքում չեմ ասել։ Երգչուհի դառնալը իմ երազանքը չի եղել։ Դա եղել է մորս երազանքը։ Ու ես ամեն ինչ արել եմ, որ այդ երազանքը կատարվի։ Բայց իմ երազանքը ուրիշ բան է։ Ես երազում եմ այնքան շատ հնարավորություն ունենամ, որ կարողանամ բոլոր այն մարդկանց օգնեմ, ովքեր ունեն դրա կարիքը։ Ես դրա համար ամեն ինչ անում եմ, որ իմ համերգները լավ անցնեն։ Ոչինչ չեմ խնայում։ 2 անգամ ավել գումար եմ ծախսում, որ իմ ժողովուրդը գա, վայելի իր ծախսած գումարն ու ժամանակը, լավ էմոցիաներով գնա տուն։ Ասես ինչ լավ արեցի, որ գնացի այս համերգին։ Եվ ես չեմ ուզում այդ մարդը իր վերջին կոպեկը ծախսելով գա ու տեսնի անշուք բեմ։ Ես ուզում եմ ինքը գա վայելի այդ օրը, տեսնի այդ շոուն։ Եվ դա է ճիշտը, այդպես պիտի լինի։ Ես ջահել եմ, կաշխատեմ, քանի տարեկան եմ, որ մտածեմ հավաքեմ ու նստեմ։ Տակս։ Ողջույն, մենք մեր գործընկերներից մեկի փոխադրամիջոցում ենք, խոսքը Tourwango-ի luxury sprinter van-երի մասին է։ Ինչով է հարմար արավորնակ այս վեները։ Հարմար է, որովհետև նախ մեծ է,
երկրորդը լուսավոր է, շատ հարմարավետ է, կարծես բիզնես կլասի օդանավի բաժնում նստած լինես, խմելու հնարավորություն կա, ալկոհոլային խմիչքներ, զովացուցիչ ըմպելիքներ, եւ որ ամենակարևորն է, մեքենաները թարմ են եւ ոչ պակաս կարևոր փաստ, այս մեքենաները սպասարկում են պրոֆեսիոնալ վարորդներ եւ ձեր ընտանիքի եւ ձեր կյանքը երբեք վտանգված չի լինի, որովհետեւ մարդիկ գիտեն իրենց գործը եւ դա անում են բավական հմտորեն ու այդ նույն վարորդները կարող են ձեր հետ մնալ մի քանի օր հարկը եղած դեպքում, ասենք Լաս Վեգասում, Սանտա Բարբարայում կամ Սան Դիեգոյում, այն վայրում, որտեղ դուք ուզում եք գնալ եւ ձեր ընկերների կամ ընտանիքի հետ վայելել հանգիստ։ Եթե դուք գիտեք, որ գնալու եք որևէ հանգիստ ընկերական կամ բարեկամական շրջապատում վայելելու եւ ենթադրում եք, որ այնտեղ պետք է նաեւ խմեք, հաստատ առաջին հերթին պետք է ձեր կամ ձեր հարազատների կյանքը վտանգի տակ դնել եւ սպառնալիքների տակ դնել դրա համար առհասարակ խուսափեք ինքներդ մեքենա վարելուց, ավելի լավ է չվարեք, օգտվեք Թուրվանգոյի ծառայություններից, լավ ժամանակ անցկացնեք եւ այս ամենը չափազանց մատչելի է եւ չափազանց հարմարավետ գներով։ Դա եւս պետք է իհարկե հաշվի առնել։ Թուրվանգոն ունի մի քանի մեքենաներ, մեքենաների ընտրությունը շատ մեծ է, մեծ խմբերի համար նախատեսված, փոքր խմբերի համար նախատեսված, այնպես որ տեսնում եք հեռախոսահամարը զանգահարեք ավելի պրոֆեսիոնալ տեղեկություն ստանալու համար։ Դիմեք այս ընկերությանը ու հաստատ չեք պաշտպանի։ Աբակյան Law Firm-ը ունի նոր գրասենյակ, մեծ մասշտաբային եւ լուսավոր այս գրասենյակում աշխատում է իրավաբանական մեծ ու փորձառու թիմ, իսկ Թեմին Ավակյանը ղեկավարում է այդ թիմը, մշտապես տալով մեր հարցերին նաեւ պատասխաններ։ Թեմինը շատ հաճախ մարդիկ ցավոք սխալվում են ընտրության հարցում իրավաբանի, ինչը ճակատագրական է դառնում, եւ երբեմն քեյսերը շատ դանդաղ են լինում, երբեմն մերժվում են եւ այլն։ Մերոնք էլ մի բնավորություն ունեն, կաշկանդվում են, եթե գիտեն որևէ կոնտրակտ կա ստորագրած, վախենում են հրաժարվել իրենց ընտրած իրավաբանից եւ այլն։ Գիտեմ, որ դուք չունեք նոր հաճախորդ ձեռք բերելու խնդիր, որովհետեւ փորձառու թիմ է եւ պրոֆեսիոնալ թիմ է, բայց այնուամենայնիվ այն մարդիկ, ովքեր սխալվել են, կարող են գալ ձեր մոտ փոխել իրավաբանին։ Այո, Մահեր, ճիշտ նկատեցիր, որ մեր հաճախորդների մեծ մասը հիմնականում գալիս են իրենց ընկերների երաշխավորությամբ, ովքեր եւս աշխատել են կամ աշխատում են մեր գրասենյակի հետ եւ իրենց դրական փորձով կիսվում են, ինչի արդյունքում էլ մենք ունենում ենք նոր հաճախորդներ։ Եվ այո, մարդիկ կարող են դիմել մեր գրասենյակ, ստանալ խորհրդատվություն եւ ինչու՞ չէ նաեւ իրենց գործը շարունակել մեր գրասենյակում։ Հիանալի է եւ վերջում հիշեցնենք նաեւ, թե ինչ հարցերով է զբաղվում Ավակյան Law Firm-ը։ Ցանկացած էմիգրացիոն հարցով։ Մի հապաղեք զանգահարեք նշված հեռախոսահամարով, իսկապես սրտացավ թիմը այստեղ աշխատում, գրասենյակի մենեջերից մինչև իրավաբանական թիմի ղեկավար, ձեր բոլոր հարցերը կլուծեն լավագույն եւ օրինական տարբերակով, զանգահարեք եւ այցելեք։ Այսօր շաբաթ առավոտը եւ ձեզնից շատերը սովորաբար շաբաթ առավոտը դիմավորում են Օցի լեզվի կամ տետատետի նոր էպիզոդով։ Իսկ ես շաբաթ առավոտյան անպայման գալիս եմ հայկական նախաճաշի։ Հայկական նախաճաշի լավագույն տարբերակները առաջարկվում են Տուն Լահմաջո ռեստորանի Լոս Անջելեսյան Բրբենկյան մասնաճյուղում։ Երևանյան մասնաճյուղի մասին ամենը գիտեք, որ ընդլայնվելու է, գիտեք, որ այնտեղ երկար տասնամյակներ շարունակ մարդիկ լավագույն հայկական ուտեստներն են մատուցում եւ հայերին եւ զբոսաշրջիկներին, իսկ Լոս Անջելեսում եւս օրինակ կողքի սեղանին նստած են մեր հարևան ազգի ներկայացուցիչները այստեղ Միացյալ Նահանգներից ու նրանք եւս ճաշակում են հայկական ուտեստներ։ Այնպես որ ընտանիքով, ընկերներով կամ սիրելիի հետ եկեք Տուն Լահմաջո նաեւ նախաճաշի։ Այստեղ լավագույն նախաճաշերն են։ Դատև դա ֆանտաստիկ է, հայկական շոու բիզնեսում չկա երկրորդ օրինակը, որ որևէ մեկը մեկ տարվա ընթացքում 3 անգամ կարողանա մենահամերգ ունենալ մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում։ Դա բացարձակ ֆենոմեն եւ ռեկորդ է։ Ինչպես դա քեզ հաջողվեց։ Ես օր ու գիշեր աշխատում եմ, Մհեր ջան, աշխատում եմ, որ անեմ ինչ սիրում եմ, անեմ ինչ ժողովուրդը ուզում է լսի ինձնից։ Ու դրա հետ կապված չոր գաղտնիքներ չկան։ Ուղղակի ես սիրում եմ իմ գործը, ապրում եմ երգելով, ապրում եմ այն ժողովրդով, ովքեր ինձ սիրում են, եւ այդ սերը փոխադարձա։
Քո կերպարը առհասարակ չի ասոցացվում թվերի, ֆինանսների եւ մնացածի հետ եւ երևի թե անսովորել կլինի մարդկանց, եթե ես հարցնեմ թվերից եւ այլն, բայց այնուամենայնիվ նաեւ պիտի հաշվի առնենք, որ շատերը մտածում են, որ դուք միլիոններ եք աշխատում այս համերգներով եւ միանգամայն հակառակն է բարձվում, դա իրականում մեծ ներդրում է եւ ոչինչ չի խնայվում այդ համերգների համար։ Էդ էլ պետքա որ ձեր համար լինի որոշակի, այսպես ասած, ընտրություն, չէ՞, աշխատել համերգներից, քիչ փող ծախսել եւ հիմա այդ ժամանակաշրջանը կարող եք մեծ գումարներ աշխատել եւ նաեւ տարբերակ կար անել մեծ շոու եւ ոչինչի վրա չխնայել, ինչպես այդ որոշումը կայացրեցիք դու եւ ամուսինդ։ Ես ուզում եմ իմ համերգներին լինեն շատ անակնկալներ։ Ես ուզում եմ հնարավորինս չափով կարողանամ ինչ-որ մարդկանց երազանքներ կատարել։ Ուզում եմ, որ իմ ժողովուրդը ոչ թե անակնկալ ստանա երգի տեսքով, երբեք չեմ ասում, ունեմ նոր երգ անակնկալ, դե դա երգա դա պիտի լինի, որովհետև երգի չես, բա նոր երգեր չունենաս։ Ոչ, մենահամերգներին պիտի լինեն իսկապես անակնկալներ, որոնք արժեք ունեն։ Եվ վստահ եմ, որ այս երկու մենահամերգներին, որին որ պատրաստվում եմ, ես այդ էմոցիաները կկարողանամ հասցնել։ Հետո քեզ կպատմեմ այդ անակնկալների մասին, միջև որ համերգը կլինի կտեսնես։ Հետաքրքիր է նաև փաստել են հանգամանքը, որ քո սերը համահայկական սեր է։ Եվ դա նաև վկայում են եւ Եվրոպայում, եւ ամենուր քո համերգները։ Մոսկվայում ֆանտաստիկ համերգ ունեցար, Փարիզում, եվրոպական քաղաքներում եւ այլն։ Գիտակցում եք, որ ձեր արած աշխատանքը միանգամից տարածվում եւ փաստորեն մեծ արձագանք է գտնում։ Այս տարի շատ եմ աշխատել, շատ համերգներ եմ ունեցել։ Հայաստանի իմ մեծ մենամերգից հետո միանգամից գնացինք Մոսկվա, հետո Եվրոպայի 10 տարբեր քաղաքներ, հետո արդեն եկանք շրջագայելու Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Հայությունը շատ տարբեր է, ամեն մեկի կարոտը տարբեր է, ամեն մեկը ուրիշ գույն ունի։ Շատ պատմություններ եմ լսում մենահամերգներիցս հետո, դե հանդիսատեսի հետ շփվում ենք, թե ինչքան մարդիկ կան, որ իրոք շատ երկար տարիներով ապրում են երկրից դուրս։ Շատ մեծ սփյուռք ունենք։ Ամեն մեկի ցավը իր հերթին։ Գիտես, երաժշտությամբ շատ ուրախ եմ, որ կարողանում եմ գոնե այդ մարդկանց կարոտը ինչ-որ կերպ սփոփել։ Ուրախանում եմ, որ կարողանում եմ ինչ-որ կերպ հիշեցնել Հայաստանի մասին։ Գիտես, այնքան մարդիկ կան, որ 30-40 տարի չեն եղել Հայաստանում։ Ու միշտ ասում են այնքան ենք ուզում գանք, բայց աշխատանքը չի թողում։ Եվ ինչ որտեղ կարողանալ այստեղի հայկականը տանել այնտեղ եւ նաեւ իրենց երեխաներին այսպես ասած ստիպել, որ այդ հայկականը ճանաչեն եւ սիրեն, ես միայն ուրախ եմ դրա համար։ Իմիջիայլոց վերջին երկու քաղաքներում, որ համերգ ունեցանք, Ռոստով ու Կրասնոդար։ Ամենաէմոցիոնալ քաղաքը համերգը հենց այդտեղ եղավ։ Ինձ մոտեցավ մի տարիքով կին, հենց համերգի ժամանակ։ Համերգը ստոպ տվեցինք, բան էր ուզում ասել։ Ես քեզ պատմել եմ, կհիշես այդ պատմությունը։ Պատանու պատմությունը։ Այդ կինը ձեռքում բան ուներ պահած, եկավ ուզում էր ինձ տալ, ճիշտ ասած, ես չհասկացա ինչ ա ուզում նվիրել, ձեռքը բացեց, մատանի էր ձեռքի մեջ ոսկի։ Այդ մատանու տեսքից հստակ երևում էր, որ այդ մատանին 30-ից ավել տարիք ունի, 30 տարուց ավել, հին ոսկի էր, այն հին կարմիր ոսկիները կհիշես։ Ես վստահ եմ, որ այդ կինը շատ ավելի թանկ մարդիկ ունի, ում կարող էր նվիրել, երեխաներ, թոռներ, բայց այդ կինը այդ մատանին ինձ էր բերել, ու դու պիտի տեսնեիր, թե ինչքան ուրախ էր, որ դա ինձ ա նվիրում, որ դա կարողացավ ինձ հասցնել։ Իմիջիայլոց պայուսակումս ա քեզ ցույց կտամ։ Եվ ոնց կարելի է դրա համար չապրել։ Եվ այդ ժողովրդի սերը իսկապես ինչքան որ ինձ են տալիս, դա փոխադարձ է, ես դրա համար եմ ապրում։ Ես դրանից եմ էներգիա ստանում։ Դա է պատճառը, որ ես կարողանում եմ երգեր գրել, ստեղծագործել, հենց այդ մարդկանց մասին, այդ մարդկանց կարոտի մասին, սիրո, հայրենիքի, եւ փառք Տիրոջը, որ ես իսկապես դա ունեմ։
Մենք բոլորս տեսնում ենք փայլող լույսերի տակ քո կերպարը, քեզ, քո սիլուետը համերգներին, բայց դա մի ամբողջ մեծ թիմի աշխատանք է, ում մասին դու միշտ խոսում ես, բոլորին իհարկե վերաբերում ընտանիքի նման, վստահ եմ, որ տարիների ընթացքում արդեն քեզ խոսքից հասկանում եք իրար։ Եթե ընտանիք չլինի, չի լինի այդ սրտացավությունը։ Մեկը մեկից ոսկե երեխեք են։ Այդ ամբողջ թիմի գլխավերևում Նարեկն է կանգնած իր որոշումներով, ծրագրերով, իսկ այն մարդիկ, ովքեր դա կատարում են, դա է ընտանիքը։ Օրինակ Գուրոն Գասպարյան, Գուրգենը, կսպանի, որ իմանա Գուրգենը ասել, չի սիրում, որ իրան Գուրգեն են ասում։ Եղբորս տեղն է զբաղացնում։ Իրենք երկու եղբայր են, ու իմ եղբայրներն են, Մելսը ու Գուրոն։ Գուրոն իմ գործիքավորումներ անողն է, շատ ու շատ լավ երգեր ունեն, որ Գուրոնը հեղինակը, օրինակ իմ սրտի այգին է կանաչել երգի հեղինակն է Գուրոն։ Մեր թիմի ամենասրտացավ, ամենագիշերները չքնած ինձ համար մարդն է, ով այս 10 տարիների ընթացքում մենք միասին ենք սկսել Նարեկի հետ։ Եվ իմ եղբայրն եւ Նարեկի։ Այդ թիմում շատ մարդիկ կան, ում ես շնորհակալ եմ իսկապես։ Շնորհակալ եմ իմ սիրելի ռեժիսոր Արենին Բայազյան, ով ծով համբերություն ունի, լսում է իմ բոլոր ցանկությունները ու անում է այնպես, որ ամեն ինչ լինում է իմ սրտով։ Եվ ոչ միայն իմ սրտով, նաև ժողովրդի։ Շնորհակալ եմ իմ լավ ընկերոջը Արամին, ով ամեն ինչով փորձում է մեզ օգնի կազմակերպչական հարցերով։ Եվ սա թվով արդեն ոնց որ ասացիր, այս տարի 3-րդ մենահամերգն է Հայաստանում, եւ այդ նույն թիմը նույն սրտացավ կերպով աշխատում է։ Բախտավոր եմ։ Ինձ համար երգչուհիները բաժանվում են երկու մասի, ու այդտեղ ամենևին էլ ձայնի մասին չի խոսքը։ Մարդիկ, ովքեր հասկանում են ինչի մասին են երգում, ու մարդիկ, ովքեր պարզապես երգում են։ Դու ասացիր, որ շատ կարևոր է, որ ձայնում լինի հոգի, ես դրան ասում եմ, մարդ գիտակցաբար է երգում եւ յուրաքանչյուր խոսք մխվում է քո սրտում։ Եվ քո պարագային դա կա եւ դա գնահատում են, սիրում են մարդիկ։ Եղել է արդյոք դեպքեր, երբ հասկացել ես, այս երգը քոնը չի, հրաժարվել ես որևէ մեգա հիթից, հասկանալով, որ դա չես կարող անցկացնել ինքդ քո ապրումների միջով։ Մեգա հիթը մի քիչ քննարկելի է, որովհետև ոչ մեկ այսօր չի կարող իմանա, որ երգը կդառնա այդ քո ասած մեգա հիթը։ Նարեկ ասում է, եթե իմանամ այս ինչ երգը կաշխատի, ես կերգեմ։ Ինչի կտամ ուրիշին։ Ինչի տամ քեզ։ Բայց ես քեզ ասեմ, ես մի հատ ֆենոմեն ունեմ, որ ես միշտ զգում եմ, թե որ երգը կդառնա։ Իմ իմիջիալոց իմ բոլոր երգերը ես եմ գրում։ Ու Փարք Տիրոջը նաև ժամանակ եմ ունենում ուրիշների համար երգեր գրել, նվիրել։ Եվ ուրախանում եմ, որ նաև այդ երգերն են մարդկանց կողմից սիրվում։ Լավ եմ զգում ինձ, որ ես եմ գրել։ Վերջերս երգերից մեկը, որ դարձավ իսկապես մեծ հիթ, դա Ռիփսիմե Հակոբյանի Պատու հանսված եմ արել նայում եմ չկաս։ Դա քո հեղինակած երգն է, ես զարմացա այն անգամ իմանալով, որ այդ թույն երգը օրինակ կարող է ստալ մեկ այլ երգչուհու։ Երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերի հեղինակը Նարեկն է, իմ։ Դա ձեռագիր է, որ բնականաբար կարող եմ ինձ թույլ տալ նորից այդ երգից գրել։ Բայց ես ինձ լավ եմ զգում, որ կարող եմ դա նվիրել։ Ու քեզ ասեմ, որ ինչ որտեղ ես իմ մասին լավ եմ նայում, լավ եմ մտածում։ Այդ ինձ ավելի օգուտ է, որ երգը սիրվի ու ասեմ, գիտես, Տաթևն է գրել։ Պատրաստ եմ ամեն ինչով լինել յուրաքանչյուր մարդու կողքը, որպես քույր, որպես գոլեգա եւ որպես ընկեր։ Ասացիդ, որ պատահական ոչինչ չի լինում եւ պատահական չէր, որ դուք համաձայնում եք մասնակցել մի հեռուստանախագծի, որտեղից էլ մեծ լսարանը կարելի է ասել, թե գտնում է քեզ եւ դա դառնում է քո ճանապարհի սկիզբը արդեն հասուն տարիքում։ Խոսքը ամենակարող երգիչ նախագծի մասին էր։ Այսօրվա նման հիշում եմ, թե ինչպես լուսահոգի Գևորգ Եղազարյանը ինձ զանգեց ու կանչեց իրենց տուն ու իր փոքրիկ նոթբուքով ցույց տվեց քո կատարումը տուն իմ հայրենին իր գրված խոսքերով։ Դա երևի թե առաջին գործն էր, որ դիպչեց մարդկանց հոգիներին։
Այդ նախագծին դուք հաղթելու համար չէիք մասնակցում, գիտեիք թե շուտ դուրս եք գալու նախագծից։ Պատմես այդ որոշման մասին պրոյեկտի։ Այդ նախագիծը վստահ կարող եմ ասել, որ կյանքս փոխել է։ Եվ շատ ուրախ եմ, որ Կարեն Սևակը ինձ առաջարկեցին մասնակցել այդ նախագծին։ Շնորհակալ եմ իրենց։ Կարեն ասում էր, դե մասնակցեք էլի։ Ես գիտեի, ես դուրս եմ մնալու, որովհետև այնտեղ ինձանից շատ ավելի հասուն, երկար տարիների փորձ ու ստաժ ունեցող երգիչներ էին մասնակցում։ Ես այդ տարիներին փոքր էի, 17-18 տարեկան էի, ու խեղճ էի, վախենում էի մտնել այդ մրցակցության մեջ։ Ու չէի էլ սպասում, որ ես կհաղթեմ։ Այդ տարիները շատ դժվար էր, որովհետև մայրս հիվանդանոցում էր եւ անընդհատ ստիպված էի խաբեի, որ հեսա կգամ, հեսա հասնում եմ։ Բեմ էի բարձրանում, արդեն անունս էին հայտարարում, որ պիտի բարձրանամ։ Մամաս զանգում էր, ասում էր, մամ, ճանապարհին եմ, հեսա կհասնեմ։ Ու այդպես խաբելով այդ հաղորդումը ես մասնակցելու հաղթել եմ։ Որովհետև այն շրջանն էր, որ հիվանդությունից մայրս փոխվել էր արդեն, ու այդ էգոիզմը, որը բոլորի մեջ կա, բոլոր այն մարդկանց, ովքեր այդ աշճանի հիվանդ են։ Ամեն ինչ անում էի, որ համ սա հասցնեմ, համ նա հասցնեմ։ Ոչ մի անգամ փորձերի չեմ գնացել։ Ոչ մի։ Հասնում էի շուտ, շորս հագնում, բարձրանում եմ երգում, մենակ գիտեի, որ երգնեմ երգում այդքանը։ Չէի հասցնի։ Ունեի 2 ժամ, գալիս էի շուտ բարձրանում էի ու գնում հասնում էի մամայիս, որ հանկարծ չիմանա որտեղից էի գալիս։ Բայց գիտես, մամայիս ինչքան խաբել եմ, միայն բեմ բարձրանալու համար եմ խաբել։ Մամաս շատ է չարչարվել, որ ես երգեմ։ Իր ամբողջ կյանքն է դրել։ Այդ ֆունդամենտը, որ ես ունեմ, այդ ամբողջը մամայիս ստեղծածն է։ Ու այդ ֆունդամենտը այնքան ամուր էր, որ մամաս ոչ մի կերպ չէր կարող ինձ հետ պահել այդ երաժշտությունից։ Ես արդեն այնպես էր ստացվել, որ դրանով էլ ապրում էի։ Դե ինչ, մենք գտնվում ենք Art in Beauty Aesthetics-ում։ Բժիշկ Արտակ Մկրտչյանն աշխատում է Լոս Անջելեսի ամենահայտնի կլինիկաներից մեկում որպես բժիշկ, սակայն հատկապես հաճույք է ստանում էսթետիկ բժշկությունից եւ Art in Beauty Aesthetics-ում գեղեցկացնելուց ու առողջացնելուց մարդկանց։ Բժիշկ սակայն շատ քչեր ունեն հնարավորություն կամ գուցե շատերը չունեն հնարավորություն ֆինանսապես անելու այն ամենը, ինչ իրենց հարկավոր է, եւ այս դեպքում գիտեմ, որ ձեր կլինիկան աշխատում է նաեւ ֆինանսավորմամբ, այո։ Իհարկե, հիմնականում այդ հարցը բարձրանում է, երբ որ հաճախորդները գնում են ինչ-որ փակեջներ, ինի ճարպահեռացում, սրսկումների, մեքենաների պրոցեդուրաներ եւ հիմնականում liposuction-ի հետ կապված, որտեղ իհարկե գումարային առումով ավելի բարձր է, բայց մենք ունենք շատ լավ հնարավորություն 0%-ով, եթե մարդկանց կրեդիտը լավն է, 3-ից մինչև 6 ամիս ընդհանրապես պատկերացրեք այդ ամբողջ գումարը, որ հենց սկզբից դուք վճարեք, կարող եք բաժանել 3-ից 6 ամսում առանց ոչ մի ավելի գումար վճարելու օգտագործեք։ Տևում է մի քանի րոպե, հենց օֆիսում ստեղ ես ձեզ լինկը ուղարկում եմ տեքստին կամ email-ին, դուք ինքներդ դիմում եք, դնում եք ձեր տվյալները եւ տեղում միանգամից պատասխանը լինում է ինչքան է ձեզ approve արել, կարող եք շարունակել բուժման հետ։ Շատ կարևոր հարց, կրեդիտը չեք անում են թե ոչ եւ արդյոք դա որևէ կերպ երևում է մարդու բանկային համակարգի վրա։ Եթե չեմ սխալվում, soft inquiry-ը դա hard inquiry չի, soft inquiry, բայց կարծեմ, երբ որ արդեն գումարը սկզբում ստուգելու համար, իսկ երբ որ արդեն գումարը տալիս են, այո, դա երևում է։ Բայց credit score-ը շատ չի ընկնում դրանից, որովհետև բժշկական գործողության համար է, դա երևում է ինչի համար է, հասարակ credit card չի, դա հատուկ հենց կլինիկայում օգտագործել համար։ Եվ դա հիասքանչ է, որովհետև ձեզնից շատերը գուցե պլանավորում են տարբեր գործընթացներ, պրոցեդուրաներ, սակայն ֆինանսական հնարավորություններ գուցե չունեն։ Այդ առումով Art in Beauty Aesthetics-ը մտածել է ձեր հոգսերը ավելի թեթևացնելու մասին։ Մի բան էլ ավելացնեմ, Մհեր ջան, նույնիսկ եթե ձեր կրեդիտը այդքան էլ լավ չի, դուք գուցե այդ 0%-ին qualify չլինեք, բայց ունենք պրոգրամ, որը subprime, այսինքն մի քիչ ավելի վատ կրեդիտով մարդկանց, իհարկե այնտեղ տոկոսային հարաբերություն կա, բայց միևնույն է դուք հնարավորություն ունեք էլի ամիսների ընթացքում վճարել։ Հիանալի է։
Իմ շատ սիրելի Venus Gifts խանութ սրահում եմ բազմաթիվ առիթներ են ունեցել ձեզ ներկայացնելու այստեղ ներկայացված ամենատարբեր ֆիրմաներ, ովքեր բացառիկ իրավունքով աշխատում են հենց Venus Gifts-ի հետ։ Սակայն այսօր ձեզ պետք է ներկայացնեմ ֆրանսիական աշխարհահռչակ Christofle ֆիրման, որը կարծում եմ ներկայացնելու կարիք էլ չունի։ Ուղղակի ուրախալի փաստ։ Այս շքեղ կերպով, այսպես Christofle այսուհետ ներկայացնելու է իր հատնտիր արվեստի ստեղծագործություններ հիշեցնող ապրանքները հենց Venus Gifts-ում։ Christofle աշխարհահռչակ ֆիրմայից օգտվել են ֆրանսիական թագավորներ եւ ոչ միայն ֆրանսիական, եւ այսօր Christofle շարունակում է մնալ շատ հայտնի ու ճանաչված։ Այն իհարկե նաև ներդրում է ապագա սերունդների համար եւ եթե ուզում եք առնել նվեր, որը իր արժեքը չի կորցնի մի քանի տասնամյակներ շարունակ, ապա իհարկե ընտրությունը հենց Christofle ֆիրման է։ Եվ իհարկե դա ձեռք բերելու համար պետք է այցելել Venus Gifts։ Ողջույն, այս պայն մենք գտնվում ենք Omorphia Luxury Salon եւ Spa-ում, որտեղ լավագույն մասնագետները beauty industry գեղեցկության ինդուստրիայի գործում են այստեղ։ Կանանց վարսահարդարման, դիմահարդարման, մատնահարդարման, ինչպես նաև սպա պրոցեդուրաների աշխատում են մեկ հարկի տակ ձեզ դարձնելու համար առավել գեղեցիկ ու գայթակղիչ։ Այնպես որ զանգահարելով այս հեռախոսահամարով վստահ եմ մեկ անգամ այցելելով եւ ժամադրություն վերցնելով դուք կդառնաք Omorphia Luxury Salon Spa-ի մշտական այցելուն։ Վստահ եղեք, որ ամենալավ մասնագետներն այստեղ են եւ ամենալավ սպասարկումը մեկ հարկի տակ է Omorphia-ում, որը գտնվում է հենց Glendale-ի կենտրոնում։ Այստեղ սպասում են ձեզ։ Շոու բիզնեսը նման է ամենավայրի ջունգլի, այստեղ կանոնները եւս անմարդկային են եւ բոլորն օգտագործում են խաղի իրենց կանոնները։ Տես մենք ունենք արտիստներ, ովքեր բոդիներով են բարձրանում բեմ, ոտքերն են բացում, գեղեցիկ մարմին են բացում, շարժուն արտիստներ ունենք, ովքեր ֆանտաստիկ բարեր են բեմադրում, ունենք արտիստներ, ովքեր գործիքավորումներ են անում, կրկին ապագայից եւ այլն։ Դուք ընտրել եք ամենաապահով եւ ամենանայև դժվար ճանապարհներից մեկը, չէ՞, չկա աչքի զարնող որևէ PR հնարք կամ շոու բիզնեսյան հնարք, որը ձեզ կբերեր այս հաջողությանը։ Քեզ համար կարևոր էր, հա, մնալ նաև այնպիսի կերպարում, ինչպեսին որ դու կաս։ Ես ինձ կյանքում շոու բիզնեսի մարդ չեմ համարել մհեր։ Բայց դու շոու բիզնեսի ֆենոմեն ես, Ես միշտ առանձին եմ եղել։ Մենք չունենք երկրորդ հայ արտիստը, ով մի տարում 3 անգամ համալիրի մեծ համերգասրահը կլցնի։ Նման բան չի եղել, դա ֆենոմեն է։ Դրա համար պարտադիր չի լինել շոու բիզնեսում։ Ես իմ երաժշտությանը երբեք որպես բիզնես չեմ վերաբերվել, ոչ էլ շոու։ Կյանքում չեմ ունեցել երազանք լինել շոու բիզնեսում։ Ես միշտ եղել եմ առանձին, ծնվել եմ ժողովրդի մեջ, երգել եմ ժողովրդի մեջ, ապրում եմ ժողովրդի մեջ։ Գիտես, ես բեմի վրա երկար կանգնած չեմ կարողանում մնալ։ Շուտ իջնում եմ ժողովրդի մեջ։ Առիթների ժամանակ ես այդ մարդկանցից շատ եմ ուրախանում, ինձ թվում է իմ առիթն է։ Մենահամերգից իմ շատ սիրելի ռեժիսորին Արենին խնդրեցի, որ մի բան մտածի, այդ բեմի վրա կանգնած չմնամ, գոնե մի հնարք լինի հայտնվեմ ժողովրդի մեջ։ Ասեց կարանք երրորդ բեմ ունենանք։ Դե այդ ծառերի վրա մեծանալը պիտեղ օգուտ է տվել։ Առանց ստրախովկայի այդ պարանից բռնեցի, թռա ու իջա իմ ժողովրդի մեջ։ Որ մոտիկ լինեմ իրանց։ Որտեղից խոսակցությունը սկսեցինք, շոու բիզնես ասվածից։ Կյանքում չեմ ուզել դրա մեջ լինել։ Դրա մեջ չես ուզել լինել, բայց խաղի կանոններն են, չէ՞, այդպեսին։ Օրինակ, աստղերը պայքարում են, մի քանի փոփ դիվաներ ունենք, ովքեր մարտնչում են այս կամ այն ֆեստում վերջինը ելույթ ունենալու համար, այս կամ այն մրցանակի անվանակարգերում ներկայացված լինելու, մրցանակը ստանալու, չգիտեմ, այս համերգի փակում իրեն կանեն, հայտնվեն այս պարբերականի շապիկին եւ այլն։ Դա շոու բիզնեսյան կանոններն են։ Ինչպես կարելի է մնալ շոու բիզնեսում սեփական կանոններով չենթարկվել համընդհանուր կանոնների։ Դրա համար պետք է ունենալ Նարեկի պես խելացի մարդ, որ ինքը իմ տեղը մտածի, ու ինքը իմ տեղը մտածում է։ Նարեկը իսկապես շատ խելացի է։ Օրինակ դեպքեր են լինում, պատմություն պատմում։ Mēs վերջերս համերգի առաջարկ ստացանք, որը հաստատվեց
մեր թիմը սկսեց բուրըն աշխատել ոգևորված, Նարեկ ասեց՝ «Մի րոպե, երեխեք ջան, հանգիստ եղեք, այս համերգը չի լինելու»։ Ասացի ինչի։ Ասես տես, հեսա սա զանգելու է, սրան նա զանգելու է, նրան նա դուրս է գալու նրա ընկերը, նա դուրս է գալու ավելի մոտիկ, քան դու ես, ու առավոտ զանգեցին, ասացին, որ դա չի լինելու։ Մեր տան զարմացողը ես եմ, Նարեկը կյանքում չի զարմանում, որտեղ ինքը միշտ գիտի, որ տենց է լինելու։ Միշտ ես եմ զարմանում, թե ինչի է տենց։ Բայց գիտես, երբ որ հարցնում եմ ինչի է տենց, ասում եմ, եթե մարդը կարողանում է անի, ինչի չանի։ Ուրեմն դեռ քո արվեստը այդքան ուժ չունի իրենց խոսքի դեմ։ Կգա ժամանակը, որ այնքան կաշխատես ու կբարձրանաս, որ քո արվեստն ու երաժշտությունը ավելի մեծ ուժ կունենա, քան իրենց խոսքը։ Եվ տա Աստված, որ ես ու Նարեկը ճիշտ աշխատենք այդ ուղղությամբ։ Երբ հասկացաք, որ արդեն բռնել եք մարդկանց զարկերակը, դիպչել եք սրտերին, այսինքն որ երգից հետո հասկացար, որ փառքն ու հայտնությունը կորցնում է սահմանները, դառնում է համահայկական։ Ինչ հարցեր։ Ծնված օրվանից։ Իսկապես ծնված օրվանից։ Ես միշտ եմ ունեցել լիքը հանդիսատես։ Կյանքում այդ սիրո պակասը չեմ ունեցել։ Դեռ փոքր տարիքից, այ որ ասում ես այդ տարիներից երգել եմ, միշտ ունեցել եմ լիքը հանդիսատես, ինձ սիրող, ինձ թևու թիկունք, մինչև այսօր։ Ու դրա համար է, որ ես ընդհանրապես չեմ զարմանում ոչ մի քանակի հանդիսատեսից։ Իմ գլխում չի տեղավորվում մի բան, դու հավանաբար ամենաինքնափոփ մարդկանցից մեկն ես իմ հանդիպած, ու այսօր երբ անցնում էինք քո անցյալով, ես հասկանում եի, թե որքան ինքդ քո մեջ ես քո ապրումներում եւ կա մի պաշտպանիչ շերտ մարդկանց ու քո միջև, դու ցույց չես տալիս ոչ դժվարություններ, ոչ բողոքում ես, ոչ հուզվում, ոչ լալիս, ոչ մեղադրում որևէ մեկին, ոչ չարանում, այդ ամենը մնում է քո մեջ։ Բայց միևնույն ժամանակ դու ամենամասսայական աշխատանքով ես զբաղվում։ Դուրս գալ համալիր, որևէ, չգիտեմ, մոսկովյան բեմերը, եվրոպական բեմերը, շուտով նաև ամերիկյան, հայաստանյան եւ այլն, դա իսկապես մեծ քաջություն է այդ պարագային պահանջում քեզնից։ Ինչա քեզ հետ կատարվում բեմ դուրս գալուց առաջ։ Չեն դողնում ոտքերդ։ Երբեք չեն դողացել։ Ոչ մի անգամ ոչ մի համերգի չի եղել, որ ես լարվեմ կամ, չգիտեմ, դողամ, մտածեմ, այդ քո ասած ոտքերս դողան, կյանքում չի եղել։ Անգամ եթե դողամ, գիտեմ, որ կողքից մեկը ձեռքս հաստատ կբռնի։ Այսօր երբ մենք անցնում ենք քո անցյալի վայրերով, հոգու հանգստություն քո վրա եկավ, երբ մենք գնացինք քո տուն։ Այնտեղ խոսքի մեջ ասացիր, երևի թե դա չի նկարահանվել, որ այդտեղ մենակ ես մնում հաճախ ինքդ քո հետ, գնում ես ու փակվում այդ տանը, արմավիրում։ Դե դա այն տունը չի, որտեղ մենք ի սկզբանե ապրել ենք, ես վերանորոգել եմ, շատ վատ վիճակ էր։ Երկար տարիներ չէի ուզում վերանորոգել, ասում էի թող տենց մնա, որ ես գնամ, տեսնեմ, հիշեմ, բայց հետո հասկացա, դե տարիքի հետ մեծանում ես, արդեն փոխվում է հոգեվիճակդ։ Որոշեցի մի փոքր վերանորոգեմ, որ գոնե կոկիկ լինի տունս։ Նամանավանդ, որ մամաս ամենաշատն էր ուզում, որ տեսնես մի օր այդ տունը ռեմոնտ կանենք, թե չէ։ Այդպես բանալին Մարիամի մոտ է միշտ, ինքն է խնամում տանս։ Ազատ օրերիս անպայման գնում եմ իմ տուն, մնում եմ մենակ, շատ եմ խոսում ինձ հետ, շատ եմ ինձ հետ սիրում մենակ մնամ, այդ ինձ օգնում է, որ մտածեմ, որ ճիշտ որոշումներ կայացնեմ։ Մեզ հիմա դիտում են բազմաթիվ երեխաներ, ովքեր անցնում են այս կամ այն դժվարության միջով։ Լինի դա հոգեբանական, կենցաղային, ֆինանսական, առողջական եւ այլն։ Քո պատմությունը լավագույն օրինակներից մեկը կարող է լինել։ Ու հենց դու երևի պիտի հիմա խոսես այդ երեխաների հետ։ Գիտես, մենք իսկապես կարևոր է, որ ինչ-որ մեկը, ով հաջողել է, այդ երեխեքին ասի, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ինձ դրսում հաճախ են մոտենում երեխաներ, ովքեր ասում են, որ իմ պատմությունը իրան շատ է օգնել ու նաև ուժ է տալիս։ Այս վերջերս ինձ մի տղա մոտեցավ, Մանվել անունով։ Ասաց, գիտես, ես էլ եմ հիմա անցնում այն ճանապարհը, որը որ դու ես անցել։
ու քո կյանքը ինձ ուժ է տալիս, որ ես իմ հույսը չկորցնեմ։ Մենք հիմա կապի ենք միասին։ Ես ուզում եմ, որ ոչ մեկ իր դժվարության, ինչքան էլ որ մեծ լինի չափը, ձեր հույսը չկորցնեք։ Թող որ օրինակ լինի իմ կյանքը եւ շատերի կյանքը, ովքեր անցել են դժվարությունների միջով եւ Աստված վառել է այդ լույսը։ Ուզում եմ, որ դա լինի ձեր հույսը ու հավատը։ Միշտ հիշեք, որ Աստված մի անկյունում ձեզ համար ունի պահած։ Այն, ինչին որ դուք էլ չեք հավատում։ Այդպես։ Գիտես, մեր ազգը շատ հետաքրքիր ազգ է։ Երբ որևէ մեկին սիրում է ողջ հոգով ու սրտով։ Երբ չի կարողանում սիրել որևէ մեկին, ինչ ուզում է անի այդ մարդը։ Ուզում է քայլերը լինեն շատ ճիշտ, հաջորդականությամբ, շատ արդար եւ այլն, միևնույն է որևէ բան չի դիպչում ու չի ստացվում։ Ես ապրում եմ Լոս Անջելեսում։ Այսօր այն սերը եւ այն ջերմությունը, որ Լոս Անջելեսայությունը տածում է քո նկատմամբ ու քո երգերի, միանշանակ է։ Այդտեղ չկան բազմաթիվ կարծիքներ, քննարկումներ եւ այլն։ Դա փաստ է, որը մենք այսօր պիտի ֆիքսենք։ Բայց նաեւ փաստ է, որ Լոս Անջելեսում մեծ ելույթներ չեն եղել։ Ինչ անեն Լոս Անջելեսահայեր։ Այս վերջին շրջանում ամենաշատը դրա մասին էի մտածում, թե ոնց անենք, որ դասավորենք մեր գրաֆիկը այնպես, որ նաեւ Լոս Անջելեսի հայության համար լինի այն համերգը։ Որտեվ Հայաստանում դե 3 մենահամերգ 1 տարվա մեջ ունեցանք, եղավ նաև Մոսկվայում, արդեն շարունակական Եվրոպա, Ռուսաստան եւ այլն։ Շատ էի ուզում, որ նաև Ամերիկայի հայությունը տեսնի այդ համերգը, ինչին որ ես երկար պատրաստվել եմ։ Եվ քեզ ասեմ, որ արդեն պլանները կան։ Սիրելիներս, մենք արդեն սկսել ենք աշխատանքներ, համագործակցում ենք արդեն շատ պրոֆեսիոնալ թիմի հետ, որպեսզի նաև Լոս Անջելեսում լինի այդ մեծ ու շքեղ մենահամերգը, ինչը որ ունեցել ենք Հայաստանում։ Ինձ թվում է երևի մարտ, ապրիլ ամիսներին դեռ օրը չենք որոշել, բայց որ հաստատ լինելու է, հաստատ է։ Մի բան հաստատ է Լոս Անջելեսի հայության համար, որ դեկտեմբերի 11-ին Dolby թատրոնում Armenia Video Music Awards-ին ես ելույթ ունենալու։ Սպասում ես այդ հանդիպմանը։ Իհարկե սպասում եմ, բայց ավելի շատ սպասում եմ, որ իմ մենահամերգի օրը իմանամ, որ այդ բեմից մարդկանց ասեմ, իրենք էլ իմանան, որ վերջապես հանդիպենք։ Ես էլ իսկապես երկար եմ սպասել Ամերիկայում իմ մենահամերգին։ Շնորհակալ եմ, որ այսօր քո սիրտը բացեցիր մեր առաջ, ու շնորհակալ եմ, որ թույլ տվեցիր քեզ հետ միասին անցնել քո ճանապարհը։ Ես եմ շնորհակալ, որ հատուկ եկել ես Հայաստան, որ իրար հետ խոսենք այսօր։ Այո, իսկապես այս այցի ողջ նպատակը Տաթև Ասատրյանի հետ այս հարցազրույցն էր, որին մենք երկար էինք պատրաստվում։ Մեր ողջ խմբագրակազմի աշխատակազմի հոգին իսկապես ջերմացնում է, երբ մեր հերոսները ոչ միայն արած աշխատանքի մասին պատմելու լավ լուրեր ունեն, այլ նաև այդ հերոսի անցած ճանապարհը եւ դժվարություններին դիմակայելը կարող է ուղեցույց լինել նաև երիտասարդների, դեռահասների ու առհասարակ դժվարության մեջ հայտնված մարդկանց համար։ Մեկնաբանություններում գրեք ձեր հոգու խոսքը, փոխանցեք ձեր սերը, մենք շնորհակալ ենք ձեր յուրաքանչյուր ջերմ արձագանքի, լավ եւ վատ բոլոր մեկնաբանությունների համար։ Բոլորիդ գրկում ենք ու շնորհակալություն, որ դիտում եք մեզ։ Ողջույն, այս պայն մենք գտնվում ենք Արցախի պողոտայում գտնվող Lions Partners Insurance-ի գրասենյակում, որտեղ աշխատում են լավագույն մասնագետները, որպեսզի ձեր կյանքը ապահովագրեն լավագույն տարբերակով։ Գնացինք ներս։ Lions Partners Insurance ընկերության մասնագետներն ու փորձագետները շատ կարճ ժամանակահատվածում կգտնեն ձեր կյանքի ապահովագրության լավագույն տարբերակները։ Ինչու ընտրել Lions Partners Insurance ընկերությունը, որովհետև այս կազմակերպությունը չի առաջարկում պարզապես մի ապահովագրական ընկերության ծառայություն, այլ պարզապես հանրախանութ է ապահովագրական ընկերությունների համար։ Ինչպես ընտրել ապահովագրական ընկերություն։ Ես կարծում եմ, որ լավագույն ընտրությունը կարող է լինել մասնագետների եւ աշխատակիցների փորձառությունը եւ տարիների background-ը, տարիների ունեցած իհարկե վստահությունը, եւ որ ամենակարևորն է, կազմակերպությունը պետք է վայելի համայնքի եւ հասարակության բնականաբար իհարկե սերն ու վստահությունը։ Lions Partners Insurance ընկերությունը վստահաբար առաջինն է ոլորտում։
I found that nothing in life is worthwhile unless you take risks. MX Motors. Good vibes all the way. The story you are about to hear is true.